Ես օժիտյոր հերթատեսությունից դուրս եմ գալիս։ Ձեր կարիերան հիշեցնում է մարմնավաճառի կենսագրությունը։ Ինչ եք վաճառում։ Ինձ։ Ես հաջորդ տարին հետին դեպի Եվրատեսիլը կազմակերպող գլխավոր պրոդյուսերն էի։ Ամեն ասում եմ բեմի վրա եմ ուզում լինել, թե ներքևում։ Բացառիկ հարցազրույց եք ունեցել Նանս Դեյլիի հետ։ Ինձ մի քիչ դժվար է, երբեք այսպես չեմ առիթ ունեցել խոսելու սիրուց։ Ծնողներս այդ փուլում սկսեցին հանձնարարել մեր իրերի վաճառքները տարբեր, որ ինձ համար դաշնամուր գնեն։ Ներսում չհաղթարած ձևեր թափած դրական խոսակցությունը անտանելի երևույթ է, ավելի լավ է գնաս ու կռվես։ Փիլիսոփայության ողջ իմաստը մտնել այդ տիրույթ, դուրս գալ այլ որակով։ Կար սուտ, որ մեզ հանրային հեռուստաընկերությունը կամ նման համակարգերը տարածում էին։ Եթե այս մի 4-5 հատկանիշ ունենաս, այնտեղ չես լինի։ Կար մի բան, որ լռությունից ու մենակ մնալուց սովորեցիք։ Կարողացա լինել ոչ մեկ ու այդ այնքան հավես էր։ Ես մի լավ լուր ունեմ եւ մի վատ լուր ունեմ։ Ողջույն, 10:30 Talks-ը կրթական ոդկաստ է կամ կրթազրույցների շարք։ Ինչպես 10:30 ակումբը 3 տարի շարունակ մեկ ֆիզիկական հարթակում միավորել է 130-ից ավել մարդկանց գիտելիքն ու փորձը, այնպես էլ 10:30 Talks կրթական ոդկասթը թվային հարթակում միավորում է այդ նույն մարդկանց գիտելիքն ու փորձը։ Մեզ կարող եք աջակցել երկու տարբերակով՝ անվճար եւ վճարովի։ Անվճար տարբերակով աջակցելու համար ընդհանրապես պետք է բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, սեղմել զանգակի կոճակը եւ հավանել մեր տեսանյութերը։ Դա իսկապես ազդում է ալգորիթմի տարածման վրա։ Իսկ ովքեր կուզեն մեզ հետ այս ճանապարհն անցնել ֆինանսական աջակցությամբ, ապա կարող եք միանալ ամսական բաժանորդագրությամբ Re-Armenia հարթակի մեր նախագծին։ Ի դեպ, բոլոր այն մարդիկ, ովքեր կմիանան ամսական բաժանորդագրությամբ, կստանան ամսական հաճելի անակնկալներ մեր ոդկասթի որոշ էպիզոդներից։ Շնորհակալություն։ Ողջույն, այսօր իմ հյուրը փիլիսոփա, դասավանդիր Հայաստանի համակարգային նորարարությունների տնօրեն, հաղորդակցության փորձագետ Ալեքսանդր Պլատո Հակոբյանն է։ Ողջույն, Ալեքս ջան։ Հարգանքներս ողջույն, ծրացիր իրիդ։ Ինչպե՞ս եք։ Հրաշալի, նախ վաղուց չի տեսած ես ու շատ ուրախ եմ, որ կրկին հանդիպեցինք։ Ես էլ եմ շատ ուրախ, որ այսօր միասին զրուցելու ենք Սիրով։ բազմաժանր թեմաներից, հաշվի առնելով ձեր կենսագրությունը։ Սիրով զրուցենք։ Սկսենք մեր ավանդական հարցով։ Ինչ եք անում սովորաբար առավոտյան 10:30-ին եւ որտեղ եք լինում։ Շատ հավես սկսեցինք այն ամենակխորհրդաշարական թիվը, որով որ մենք իրար ճանաչել ենք։ 10:30 սովորաբար փորձում եմ ազատ պահել որևէ այլ գործունեությունից եւ փորձում եմ կենտրոնանալ, եթե նույնիսկ դրանք էլեկտրոնային փոստի ստուգումներն են, եթե դա կարող է լինել ինչ-որ մի դասի նախապատրաստում լինի եւ այլն, բայց այդ հատվածում փորձում հանդիպումներ չունենալ, մինչեւ առնվազն կեսօր։ Այնպես որ 10:30 այսպես ինձ համար ժամը 7-ից 12-ի հատվածի փիլիսոփայությանն է ենթարկվում, որը որ ենթադրում է մի քիչ ավելի ֆոկուսի ժամ, շատ դժվարությամբ, բայց վերջերս սկսել է ստացվել։ Իսկ երեկոյան 10:30-ին։ Երեկոյան 10:30 շատ լավ հարց եք տալիս։ Գիտեք, ազնիվ լինեմ, շատ երաժշտություն եմ լսում ու երբեմն պարում։ Նույնիսկ այդպես կարող է արտառոց թվալ, բայց վերջերս հատկապես հենց այդ ժամերին, որտեղ գիտեք ինչ է տպավորվել, որտեղ անդադար եմ որ ժամը 11-ը չլինի, որ կարողանամ երաժշտություն անջատել, իսկ բարձր չլինի, բայց ես վերջերս նկատել եմ, որ այդ ժամերին բարձր հաճելի երաժշտություն, օրվա ինչ որ բացահայտած երաժշտություն, ինչ որ շազամով գտած երաժշտություն, ու հետո դա վերածվում է մի քիչ բարի, ու երևի այդպես լինում է իմ քնելու նախապարը, փոքրիկ ռիտուալը։ Մեր գործընկեր TCF Armenian մեկնարկել է իր թիմի համալրման հեղինակային Growth Formula ծրագիրը։ Այս անգամ արդեն AI բաղադրիչով։ 1.5 ամիս տևող այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են միանալ TCF Armenia-ի թիմին, աշխատել միջազգային շուկաների հետ, AI-ի հետ խոսել դույով եւ գտնվել պայծառ ու լուսավոր համագործակցող մարդկանց միջավայրում։ Մանրամասները կայքում կամ ընկերության Facebook-յան, LinkedIn-յան եւ Instagram-յան էջերում։ Շատ լավ։ Դուք նաեւ ունեք կեղծանուն Պլատո եւ հաճախ ասում եք, որ
հույն փիլիսոփա Պլատոնի ու ձեր միջև թեև 2500 տարվա հեռավորություն կա, բայց դուք կապի մեջ եք։ Պլատոնական սերը։ Այ ասեք, Պլատոնը ինչպես է ձևակերպում ձեր ինքնությունը եւ ինչու եք իր անունը ձեր անվան կողքին հավասար տանում։ Լիլի ջան, շատ հետաքրքիր հարց է։ Նախ ինք ունի շատ այսպես առավել կենցաղային նախապատմություն, որովհետեւ երբ ես ընդունվեցի փիլիսոփայության ֆակուլտետ, այսպես շատ նպատակադրված եմ գնացել, ունեի որոշ հարցեր, այսպես աշխարհայացքան ուզում էի պատասխանները գտնել։ Մի ոդկասթի ժամանակ ասացի, բայց հարցերը ավելի շատացան արդյունքում, պատասխաններ այդքան չգտա։ Եվ առաջին կուրսում հենց ծանոթացա Պլատոնի հետ որպես անտիկ հունական փիլիսոփայության դասական խոշորագույն ներկայացուցիչ, այսպես հենց չեմ ուզում ասեմ խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, բայց առնվազն մեծ մտածողներից մեկին։ Գիտեք, ես նախ առաջին հերթին շատ հիացել էի։ Ես հետաքրքիր մի բան կարող եմ ասել, որտեղ 16 տարեկան այն ժամանակ այդ տարիքում էինք ընդունվում։ Ու շատ փորձառություն ունեի, մեծ հավակնություններ ունեի, այդպես առաջի կուրսում արդեն երկու շաբաթ անց ինձ փիլիսոփա էի հավարում, այդպես եւ այս համատեքստում, երբ որ Պլատոնի հետ սկսեցի ծանոթանալ, իր իմաստնությունը ուղղակի առաջին հերթին տեսեք ուզում ասել ոչ թե հարում էի, ոչ թե կարծում էի ըմբռնում եմ, բայց հիմա կարծում եմ, որ այդքան չէի ըմբռնում, բայց իր իմաստնությունը ինձ այնպիսի զարմանք էր պատճառում, որ կարող էր 2400 տարի առաջ նմանատիպ մտքեր, նմանատիպ տեսանկյուններ, նմանատիպ հարցեր արծարծել, հարցեր, որոնց մասին նույնիսկ ժամանակից մարդը չի արծարծում եւ խնդիրը ոչ թե ակտուալությունն ու ոչ ակտուալությունն, այլ ուղղակի աշխարհայացքի, այսպես հերանեկարի հարց է, որ կողմից կմոտենաս, արդյոք հնարավոր է իսկապես այս կողմից մոտենալ։ Եթե ազնիվ լինեմ, կարող եմ շեշտել, որ նաև խիստ գրավում էր իր գեղագիտությունը, որովհետև դա զուտ փիլիսոփայություն չէր, դա նաև գեղագիտություն էր եւ կախված իր երկխոսությունից եւ իր կյանքի որ ժամանակահատվածում է գրել, այդտեղ կարող եք տեսնել խիստ գեղագիտություն հենց այդ երկխոսություններում, հղումներում, շատ գեղեցիկ է, այսպես ես չեմ կարող առանձնացնել, թե դա իմաստնությունն էր, թե դա գեղագիտությունն էր, բայց այս երկուսը միասին ինչ որ մի կետից սկսեցին նաև ոնց որ իմ մասին լինել։ Մեկ-մեկ այսպես իմ առօրյային ժամանակ, այսպես հիշում էի դրվագների երկխոսությունից եւ այնքան հիացած էի, որ առաջին կուրսում պարզապես թողնում էին ցանկացած ուսանող ինքը ընտրի իր փիլիսոփային, ում հետ կցանկանա որոշակի այսպես ճանապարհ անցնել, հետազոտական։ Ես Պլատոնի ընտրեցի, այդ ժամանակ դիտարկվեց դա փոքրիկ ռոմանտիկ է եւ ասցին դեռ ժամանակը կգա, գուցե առավել հայագիտության մեջ կխորանաս եւ այլն եւ առավել եւս մի փոքր կպարտադրվի մի փոքր այլ թեմա։ Ես հասկացա, որ ես չեմ կարող ուղղակի շեղվել Պլատոնից, իսկ Պլատոնը անսահման է եւ մի կարևոր հանգամանք հստակ հասկացա, այդ պահին չի կարող փաստարկել, դեռ մի քիչ փոքր էի, բայց ինձ էսի մի բան էին ասում, ինձ գիտեք Պլատոնին այս 2500 տարվա մեջ այնքան մարդ է հետազոտել, ինչ մի նոր արարություն պետք է անես գիտության մեջ կամ ընդհանրապես փիլիսոփայության ասպարեզում։ Իմ պատասխանը մոտավորապես հետեւյալն էր, իսկ ինչ պարտադիր է ես նոր արարություն անեմ, որովհետեւ ես ի վերջո եկել եմ Պլատոնին ուսումնասիրելով ինձ փոխելու։ Այսպես է ասում, բայց մի փոքր հիմա այլ կերպ եթե բացատրեմ, փիլիսոփայության ողջ իմաստը կամ դրանով զբաղվելու իմաստը մտնել այդ տիրույթ, դուրս գալ այլ որակով։ Չեմ ասում շրջադարձային, չեմ ասում ամբողջովին տարբեր, բայց սա, եթե կարող եմ մասնագիտություն անվանել, դրա հետ մեծ խնդիր ունեմ, բայց չգիտեմ, դրանով զբաղվելը առաջին հերթին ոչ թե մի բան է, որ ես որպես գիտելիք ստանալու եմ ու վաղը վաճառեմ, շուկայում կարիերա ունեմ դրանով եւ այլն, դա մի բան է, որ վերցնում ես քեզ համար։ Պլատոնը ինձ կտա, ձեզ կտա եւ բոլոր նրանց, ովքեր 2400 տարի այդ մարդուն ուսումնասիրում են եւ կշարունակեն ուսումնասիրել, դա հարստություն է, որից դու կարող ես օգտվել եւ օգտվելուց հետո հանդես գալ այլ մտածողությամբ եւ դա ամենակարևորը անդադար։ Ես չեմ չափազանցեցնում, ես այսօր առավոտյան Պլատոն եմ կարդացել, ես ունեմ առավոտյան 10:30-ից խոսեցինք, բայց ես 7:30-ից մինչև ժամը 9 ունեմ փիլիսոփայության ժամ, հենց time for philosophy մոտ կոչվում։ Ֆիքսված։ Ու փորձում եմ WhatsApp-յան մեսեջներ եւ այլն ոչինչի չարձագանքել այդ հատվածում։ Միայն կարդալ փիլիսոփայություն պարտադիր չէ միայն Պլատոն, բայց հենց հիմա Պլատոնի օրենքները ուզում եմ ուղղակի կարգին արդեն մի փոքր այլ հայացքով անթերցել, որտեղ ուսանող տարիներին բոլորովին այլ տպավորություն է, հիմա հասկանում թե որքան խորն է։ Հիմա ձեր པարզ հարցին գնացի ուր հասա, ուղղակի այս մեծ սեր իր իմաստնության ու գեղագիտության նկատմամբ շարունակվեց 6 տարի եւ
դրա մեջ մի փոքր կարևոր հատված նաև խաղաց այն, որ ես Պրահայի Կարլովա ունիվերսիտայում էի սովորում, Կարլի անվան համալսարանում, եւ այսպես բախտի բերմամբ, թե պատահմամբ առաջին օրը այցելում եմ իմ համալսարան, մեծ սպասումներով գնում եմ փիլիսոփայության դասախոսի մոտ, ով փիլիսոփայության ինստիտուտի ղեկավարն էր այդ համալսարանի ներսում, եւ պարզվում է ինքը պլատոնագետ է։ Ու վերջապես ես շատ շնորհակալ եմ իմ դասախոսներին, բայց գիտեք, ես վերջապես ոչ թե իմ հիացմունքով հիացած դասախոսի հետ էի ուղղակի առնչվում, այլ մի մարդու, ով այդ արժեքը հասկանում էր դրա։ Եվ որ տեսավ իմ մեծ հետաքրքրությունը, մենք իրար հետ ժամեր, օրեր, այնքան հետազոտություններ գրում, կարդում, ես գրադարաններում, այսպես բերում, իրան մատուցում, կապեր տեսնում, սխալներ գտնում, պատկերացնեք։ Այսպես շատ հետաքրքիր մի հատ այսպես գործընթաց դարձավ, ու մի քանի օր անց պարզվեց Պլատոնին նվիրված մեծ սիմպոզիում է լինելու Պրահայում։ Այսպես գիտեք, շատ հետաքրքիր էր դասավորվում, եւ ես գնում եմ այդ սիմպոզիումին մասնակցելու, զուտ որպես ուսանող ներկա լինելու, եւ այդտեղ մի հսկա գեղեցիկ պալատ, այսպես Պրահայի պատկերացնեք այդպես դասական գեղեցիկ ճարտարապետության մեջ, մտնում եմ ներս ու տեսնում եմ անուններ, մասնակիցներ, ում գրականություն ես միշտ ընթերցել եմ, այդ մարդիկը տեղ են։ Ու մեկը հարց է տալիս Պլատոնից իտալերեն, մյուսը պատասխանում է ֆրանսերեն, մեկը անգլերեն արձագանքում է, մեկը գերմաներեն է խոսում, ես ուղղակի պլատոնագետների մի համայնքում էի, որտեղ որ ես ինձ զգում եմ այսպես MC մի բերկրանք, ես չեմ կարող նույնիսկ բացատրել, չեմ ուզում նույնիսկ մեկ-մեկ խորանալ ինչու, բայց ես այդ բերկրանքը ապրում եմ այդտեղ եւ ամենակարևորը ես առաջին անգամ փոքրիկ վալիդացիա ստացա, որ իմ ընտրությունը, իմ հետաքրքրությունը այդքան էլ արտառոց երևույթ չէ, եւ մարդիկ կան, որ այսպես ամբողջ կյանքն են նվիրել է Պլատոնին, որտեղ Պլատոնն էլ իրենց կյանքն է փոխել, եւ այս մարդիկ այստեղ են իմ շուրջը, որպես իմ կյանքը այնպես դասավորեց, որ վավերացվեց իմ մեծ սերը այդ իմաստնության նկատմամբ։ Շատ տարիներ անցան, Պլատոնից ահագին հեռացա, ազնիվ լինեմ, միշտ սիրելով, բայց երբեմն այսպես արդեն գաղափարը մնաց իմ սիրելու իր նկատմամբ, որտեղ գերծանրաբեռնված էի, հազար բան էի փորձում իմ կյանքում։ Պլատոնը մնաց գրքերում, իմ երիտասարդության, այսպես գեղեցիկ մի հատվածում, բայց իհարկե առիթներ փոքր լինում էին։ Հետո ինչ որ մի կետից ես նորից պետք է ասեմ, որ ես ուղղակի շատ ուժեղ քաղց էի զգում։ Շատ ուժեղ քաղց։ Ես հիշում եմ, որ գնում եմ գրախանութ, անդադ գնում եմ փիլիսոփայության բաժնիկով կանգնում էի, ու այսպես տարբեր փիլիսոփաներ ընտրում էի, որոնց կանդրադառնամ, որը չեմ կարդացել։ Նորից հետո գնում եմ նորից մի հատ Պլատոն էի վերցնում, զգում եմ, որ ես այդ հոգեվոր բավարարվածությունը ստանում եմ Պլատոնից ու սկսեցի նորից Պլատոնին անդրադառնալ, տեսեք, շատ ազնիվ լինեմ։ Նորից սկսեցի վերընթերցել այն բոլոր երկրորդները, որ ես ընթերցել ու ես կարծում եմ, ես ամեն ինչ հասկացել եմ ու գիտեմ։ Վայ Լիլի ջան, այնքան բան չի հասկացել ու դա արդեն դարձավ ինչ որ արդեն երևի թե այսպես սիրարվածությունից փիլիսոփայության նկատմամբ արդեն այսպես կայուն սեր ու եկեք քանի որ այսօր խոստովանանքի այսպես մի տեսակ ձևաչափ ստացավ ես մինչև շատ հասուն տարիք մոտ մի 5-6 տարի առաջ դեռ կնքված չէի ինչ հանգամանքներով պայմանավորված այսպես որոշեցի կնքվել Նաև շատ այսպես հետազոտել էի, թե process ինչ իրենց ենթադրում, աղոթքներ եւ այլն, բավական հետաքրքիր է, հա, ֆիզիկան նույնիսկ կարող է բացատրել, այն դրականությունը որ դու տալիս ես հաղորդիչ ջրին, որը հետո քեզ է դա այսպես, հա, տածում այդ։ Մի խոսքով, այս process-ում գնացես հիշում եմ հաղարծինում մոտեցա Դեր հորը ասում եմ, գիտեք, ես կուզենայի որպես այս կեղծ անունը վերջապես դառնա ինչ որ մի ձևով վավերացված, Պլատոն եմ ուզում լինի չհանդուրժելով, այսինքն ներողություն չհանդգնելով Պլատոն լինել, Պլատոգոն է լինի, որովհետև դա մեծություն է, դա իմաստություն է, որովհետև ինձ չճանաչող մարդը գուցե մտածի, այս ինչ հավակնություն է, բայց չէ, հավատացեք, սա զուտ սեր է առավել շատ։ Ասեց, չէ, սկզբում չի կարող է, պետք է սրբիան լինի, հենց այդ բանը մեկը իշխեց, ես գիտեմ, մի սուրբ Պլատոն է եղել, այս մոտ Լեիղի այդ պատմությունները գիտեք, հնչյունաբանական փոփոխությունները, ասացի խնդրում եմ, հետո ես հետազոտեցի, այդ սուրբ Պլատոնը շատ տարօրինակ կյանք է ունեցել, բայց այդ պատրվակով ես ունեցա Պլատոնը, որպես այսին իմ երկրորդ, այսպես հոգևոր անուն, եթե գուցե տերմինը սխալ օգտագործում թող ինձ ներեն, բայց այսպես վավերացվեց։ Հետո դա շատ տարբեր կոմերցիոն դրսևորումներ էլ է ունեցել, օրինակ ես սրճարան ունեի, որ անվանել էի Պլատո, եւ Եվրատեսիլում էի, դեպի Եվրատեսիլում ներողություն, երգում էի, որտեղ որպես մականուն եւ ուզում եմ փոքր տարբերվել, Ալեքսանդր Պլատո էի հանդես գալիս, ու այդ Պլատոն դարձել է մի պահ, այնպես որ Ալեքսանդրն ու Պլատոն սկսել էին մրցել։ Այսպես sense
Պիտի շատ եմ խոսում այս ինքնությունից ու անուններից, բայց շատ հետաքրքիր կերպով են իրենք տրանսֆորմացվել տարբեր դրվագներում կյանքի, այսպես ու շարունակվում է ու հիմա այդ մի բառն էլ ասեմ, ուղղակի չեմ կարող չասել, Պլատոնին ասած իմ այն նոր եմ շատ հարցեր հասկանում, գիտեք, եթե առաջ օրինակ զուտ պետականաշինությունը իր կարող է ընթերցել, հա դրա մեջ կգտնեք հոգեբանություն, տարբեր գիտություններ բնականաբար թվում էր ըմբռնում է, չգիտեմ, հոգու եռատման գաղափարը, հա, ցանկական սկիզբի բայց կտամից շատ նոր էր ու հետաքրքիր որ ինքը հոգուն է կապել, հա, ասենք հոգու մեջ կան նաև ցանկական սկիզբ, ցասնական սկիզբ, որը եթե լավ չկարողանաս կառավարել բանականությամբ, այդքան է լավ տեղ քեզ չեն հասցնի, այսինքն հոգուն ինչ որ առումով թերություններ են այս պարագայում եւ հաճախ հոգին որպես անձ է օգտագործվում տերմիններում, շատ հետաքրքիր է այսպես որ խորանում ես սկսեցի շատ տեսնել թե որքան հոգևոր է Պլատոնի ուսմունքը ու հիմա վերջապես է ձեր հարցին պատասխանեմ իմաստնությունն էր, հիացնում էր, գեղագիտությունն էր զգացական տիրույթում ապրում է այդ գեղագիտական հաճույքը ես հիմա եմ հասկանում ինձ գրավում էր Պլատոնի հոգևոր լինելը որքան դա կարող է նույնիսկ մի փոքր չմբռնվել բայց այնքան հոգևոր ուսմունք կա այնտեղ ու այդ հոգևոր ուսմունքը այնքան ենթատեքստում է ու եթե ինչ որ ճանապարհ նաև չանցնես չես ըմբռնի Պլատոնը մենակ քեզ չի կարող տանել այդտեղ դու ինքդ ինչ որ ճանապարհ պետք է անցնես նորից մոտենաս իրեն ու դու սկսում ես հասկանալ իրեն ու ինձ շատ հետաքրքիր է թե այդ ճանապարհը Աստված առաջ եթե ես էլի անցնեմ ապրեմ ու նորից մի օր անդրադառնամ գուցե էլի կհասկանամ այո ցանկացած գիրք երբ որ վերաբացում ես միշտ ասում ենք հա մենք այլ կերպ ենք գալու բայց գիտեք իմ համար այլը շրջադարձային այլ էր ու այսպես շատ խոսեմ Պլատոնից իմ սիրելի ու գիտեք Պլատոնով հասկացա որ փիլիսոփայությունը ամենակիրառական երևույթն է ցանկացած ոլորտում ինքը աշխարհայացք է իսկ աշխարհայացք մենք ունենք ամեն վարքյան ամեն երևույթի նկատմամբ մեծ վերապահում ունեմ այն ամենի նկատմամբ ինչը կոչվում է փիլիսոփայության դասավանդում ընդհանրապես եւ մասնագիտական ֆակուլտետում եւ ոչ մասնագիտական Ես բազմիցս առիթներ ունեցել գնալու ուղղակի լսելու թե ինչ։ Դեք փիլիսոփայությունը թեստի միջոցով հանձնելը ինձ համար մեծ անակնկալ է։ Չեմ ուզում որևէ մեկին սխալական հանել, չեմ ուզում դատապարտել որևէ մեկին, բայց չեմ ըմբռնում, ուղղակի չեմ ըմբռնում։ Բայց դասավանդել հնարավոր է փիլիսոփայություն։ Սկսենք նաև այստեղից, որովհետև ամեն դեպքում դա հայացք է ու զրույց Եթե վերադառնանք մեր հույն փիլիսոփաներին, զրույցի միջոցով հարցեր են քննում, վերջում անգամ շատ հաճախ չունենալով պատասխաններ։ Այո, այսպես Սոկրատեսյան մեթոդը։ Այո։ Կարելի է մեկնել փիլիսոփայությունը, մեկնաբանել, օգնել, բայց վերածել այն, գիտեք, փիլիսոփայության հետ ինչ են արել։ Մի քիչ վերապահումով իհարկե կասեմ, որտեվ միշտ չէ եւ բոլորը չեն այդպես անում, բայց իրեն մի քիչ հավակնոտ գիտության կաղապարների մեջ են մտցրել։ Ու փիլիսոփայության մասին այսպես նաև հոմոգեն խոսելն է մի փոքր դժվար, որտեղ դա շատ փիլիսոփայություն է, Կամյուն փիլիսոփայություն է Պլատոնը, Նիցշեն, Սարտրը, չգիտեմ, այսպես էգզիստենցիալիզմից տարբեր տեղեր գնացի, բայց ուզում ասեմ շատ մեծ է, հա, բուդդիզմը կամ բուդդայի ուսմունքը, եկեք այսպես ասեմ, կրոնափիլիսոփայական առավել։ Այս համատեքստում մենք իրեն դարձնում ենք այսպես տերմինաբանական, հասկանալի է, այս մեկնությունները, օգնությունը, բայց սա օժանդակ կարող է լինել, բայց ոչինչ ավելին, հա, բառարաններ, հստակ սահմանումներ, իզմերի տարապ, փիլիսոփայությունն առաջին հերթին նրա համար է, որ իզմեր չլինեն։ Սա մի քիչ այսպես գուցե այսպես հանդուգն արտահայտություն է, բայց ամբողջ իմաստը նա է, որ ձեզ հանգեցնի նրան, որ այդ իզմերին չգաք։ Իսկ մենք ամբողջությամբ իզմերի մեջ էինք։ Սա շատ լուրջ խնդիր եմ համարում։ Ես չեմ խոսում ոչ մասնագիտականներում դասավանդող փիլիսոփայության մասին, որովհետև մենք ունենք գանձ, դու կարող ես մաթեմատիկայի փիլիսոփայություն դասավանդել կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, դու կարող ես քիմիա եւ կենսաբանության գենետիկայի ֆակուլտետում, բաժիններում ֆակուլտետ չասեմ, չգիտեմ, մասնագիտացումներում կարող ես անդրադառնալ այնպիսի բնագիտական յուրահատկությունների, լավ, ինչի մեր մոտ կա պայքար, հա, ինչի է ինչ որ մի
մանրե, մյուսի դեմ պայքարում եւ ինչի կա ընդհանրապես մեր մոտ պաշտպանական համակարգ, ինչ որ պայքար կա մեր մեջ, այդ պայքարը որպես այդպեսին ինչու գոյություն ունի, օրինակ սկսենք այդից, կամ այդ հորմոնները ինչ ինֆորմացիոն կրիչներ են, ինչ են նշանակում ինֆորմացիա եւ ինչպես այդ ինֆորմացիան մեր մեջ աշխատում, հա, ասենք, այնպիսի հարցեր կարելի է բարձրացնել, որոնք որ ամենահետաքրքիրը կլինեն տվյալ մասնագիտացման ներկայացուցիչի համար։ Այնինչ մենք գնում ենք ասում ենք Դավիթ անհախտը քանի սահմանում է տվել փիլիսոփայություն եւ ուսանողը պետք է պատասխանի, չգիտեմ, տվել է Արիստոտելես Պլատոնից, այսպես։ Եվ սա մենք համարում ենք օքեյ, մարդը պատասխանեց հարցին։ Բնագիտության հիմքում մաթեմատիկան որքան շատ է, չէ՞։ Իսկ մաթեմատիկան ինչ է։ Մենք խոսում ենք ապացույցներից, ասում ենք գիտությունը ապացույցների վրա է կառուցված։ Ինչ որ ապացուցում է, այդ նույն մաթեմատիկան որտեղից է։ Մաթեմատիկայից ավելի հոգևոր առավել ոգեղեն երևույթ կարող եք գտնել։ Կամ երբ որ մենք 3 փորձ անում ենք, լավ AI-ով 1,4 արեցինք փորձ, ինչ որ հնարավոր չի անել իրականություն։ Հետո դեդուկցիայով, ինդուկցիայի մեթոդով տարածում ենք, մտածական, դարձում ենք, որ սա բոլորին է, չէ, հարիր։ Լավ, այս ամեն ինչի հիմքում այնքան փիլիսոփայություն ու հոգևոր կա, այս 1-1 ես 2-ը արդեն սկսել եմ իրար հավասարություն դնել, բայց պայմանական հավասարություն եմ դնում որոշակի համատեքստում։ Այսպես, եթե մենք փիլիսոփայությունից գնանք գիտություն, բոլորին այլ բաներից կխոսենք, մենք ասենք գիտությունից փիլիսոփայություն առաջադարձնելով ձևը, կամ բովանդակությունը։ Ու դու տեսնում ես, որ Աստված իմ, այսինչ անverջ է փիլիսոփայությունը։ Սկսած նույնիսկ ասում բնագիտության փիլիսոփայությունից քվանտային ֆիզիկան, օրինակ իմ աչքերը բացեց, ֆանտաստիկ մի հատ ոլորտ է։ Քվանտային ֆիզիկան մարդու հայացքի, հա, մասնիկի ալիքի վերածում, ասենք, սա մի հատ երևութական բան է, ու դրա փիլիսոփայական հետևանքներով ինչքան կարող ենք, այսինքն գիտությանը նայել փիլիսոփայության աչքերով, ինչքան կարող ենք տեսնել։ Ու միայն այս թեման ավարտելու համար Whitehead-ին ուղղակի ցիտեմ, որը որ ֆանտաստիկ մաթեմատիկոս է։ Եվ պատկացեք գիտությունից է գնացել փիլիսոփայական, այսա ես շատ եմ սիրում։ Եվ ասել է, որ, չգիտեմ, ամբողջ արևմտյան փիլիսոփայությունը դա Պլատոնի փիլիսոփայության ենթագրերն են, հա, տողատակերն են ներողություն։ Սա իհարկե մի քիչ այսպես ծայրահեղ մոտեցում է, բայց դու պատկացեք գիտնական մաթեմատիկոսը նման ձևակերպում է տվել։ Թե ինչու կարելի է շատ խորանալ, բայց արդեն մի ամբողջ այսպես պլատոնական փիլիսոփայության ծանոթական երևի կուրս կդառնա։ Այո, ես հիշեցի մաթեմատիկայից խոսեցինք, ինձ շատ նոր մտածելու տեղեր էր բացել այն միտքը Պլատոնի հատորներից մեկում, երբ մեկին գումարած 1 բացարձակ 2 չէ եւ առհասարակ բնության մեջ հնարավոր չի գտնել 2 առանձին միանման բան, որպեսզի ստեղծեն 1 ընդհանուր առանձին միավոր, ու դա շատ հետաքրքիր էր։ Սոկրատից էլ խոսեցինք, վստահաբար կհիշեք, որ քանի որ նաեւ փիլիսոփա եք, էլի հին Հունաստանում կային 2 փիլիսոփաների տեսակներ, հա, փիլիսոփաներ, որոնք Սոկրատի նման էին, հարցերի միջոցով մարդկանց մեջ փորձում էին ճշմարտությունը դուրս բերել եւ ինչպես Սոկրատն էր իրեն ասում, այսպես մի տեսակ տատմուր ֆունկցիա էր կատարում, հա, օգնում էր մարդկանց կյանքի կոչել են գաղափարները, որոնք իրենց ներսում են դուրս բերել եւ երկրորդ կողմը սոփեստները, հա, որոնք խոսքի վաճառականներ էին եւ ամեն կերպ կարողանում էին որոշակի գումարի դիմաց մարդկանց բանավեճերում միշտ օգնել հաղթել։ Այդ ձեր կյանքում տարբեր բեմերում եք եղել, տարբեր համալսարաններում, տարբեր ձևաչափերով միջոցառումներ եք վարել, դասավանդել եք եւ այլն եւ այլն։ Եղել է պահ, որ մտածեք, որ դուք հիմա սոփեստների կողմն եք բռնել եւ ոչ փիլիսոփայի։ Այո։ Այո։ Եվ չեմ գիտակցել։ Սոփեստությունը որպես ֆենոմեն, հա, այսպես եկեք։ Կարելի է ու անդրադառնում ենք, ու ես ինքս էլ երևի դա արել եմ, երևի չի արել եմ։ Հիմա հարց տվեցիք, որ հարց տալիս եք արդեն գիտես սոփեստներին կանդրադառնանք, սկսեցի հետ գնալ մի պահ մտքով։ Կախված է նպատակից ձեր զրույցի։ Ու ըստ այդմ ղեկը կամ պայմանական սոփեստների կամ սոկրատեսյան փիլիսոփաներ, այս շատ պայմանական ենք հիմա իհարկե խոսում, նպատակ։ Միշտ ձգտել եմ, վերջին տարիներին այդքան էլ չէ, կարծում եմ, բայց միշտ ձգտել եմ անպայման ապացուցել իմ գաղափարի, իմ փաստարկի ճշմարտացիությունը։ Մենք բոլորս ենք այդպես հաճախ անում։ Շատ տենց հավես ռիլներ կան դրա մասին, որ դու սկսել ես հասկանալ, որ դու սխալ ես, բայց շարունակում ես դեռ պնդել։ Երբ որ դու նպատակ ես դնում եւ նպատակադրված ես պարզապես հասնելու
այստեղ արդեն ուրիշ հոգեբանական մեխանիզմ չգիտեմ, ինքնահաստատվելու նպատակով դա կարող է լինել, էգոն չուզում զիջել, սխալական լինել, սա դաստիարակության խնդիր եւ այլն, պարզապես եթե հիմնանպատակը ամեն գնով սեփական կարծիքը եւ փաստարկը տեղ հասցնելն է եւ դարձնել ճշմարտություն, բոլորը սկսում ենք սոֆիստական ճարերի դիմել։ Ճարերի եւ ճառերի։ Այս լավ ստացվեց, հա։ Այս կարևոր հանգամանք է, այնպես որ այո, ես կարծում եմ, եթե մի քիչ ազնիվ լինենք մենք մեզ հետ, շատ հաճախ ենք այդպիսի պայմանական սոփեստ դառնում ենք ինքներս, քաղաքականությունից մինչև առօրյա, մինչև մանկապարտեզ դուք դա կնկատեք կարծում եմ։ Դուք 11-12 տարեկան էիք, երբ ձեզ առաջին անգամ տեսախցիկ են նվիրել ու ձեր հարցազրույցներից մեկում նշում եք, որ առաջին հեռուստատեսային աշխատանքը եղել է ՀԱՀ հեռուստատեսությունը։ Ես ապշած եմ։ Հակոբյան Ալեքսանդր Այո, Հակոբյան Ալեքսանդր հեռուստատեսություն։ Դա գիտեք, հա, կեցեք, հա, ես մոռացել եմ այդ մասին, որ խոսել եմ երբևէ։ Այո, այս խաղը հետագայում դարձավ մասնագիտություն, որտեղից էր գալիս ձեր հակումը դեպի հանդիսատեսը, որովհետև նաև ասել եք, որ շատ սիրում էիք տարբեր մարդկանց կողմից նկատված լինել։ Մի փոքր գանք մանկությունից, այդ տեսախցիկից սկսենք, հա։ Ինչ էիք նկարում, ինչ էր ձեր հեռուստատեսությունը ցուցադրում եւ որտեղից այդ սերն ու կապվածությունը, որ հետո դարձան նաև ձեր կյանքում հետագայում նաև աշխատանք։ Լիլիթ, իսկապես շնորհակալ եմ շատ, որ այսպես հետաքրքիր դրվագներ եք իմ կյանքից գտել։ Ես ինքս էլ եմ մոռացել եւ այդ դրվագի մասին, եւ որ ես երբեւե դրա մասին խոսել եմ։ Ամենը գնաց այնտեղ, որ ես կարող եմ ասել 90-ականներն է եղել իմ մանկությունը։ Ես այսպես այս հիմա այդ բառերը ամենահարմարը կլինի անգլերենից եթե ասեմ, by default միշտ հանդիսավարն էի բոլորի։ Եվ կազմակերպում էի, ես հիշում եմ այսպես մեր հարկերի արանքում աստիճանները դարձնում էինք որպես ամֆիթատրոն, մեր ելույթներ հետնաբեմը պատի հետևից, ես շատ սիրել եմ արվեստը եւ իսկապես շատ սիրել եմ գուցե հենց բեմը, հարթակը, եւ գուցե սիրում եմ, ոչ գուցե նույն գիրքով, բայց կա իհարկե իմ մեջ։ Դե փոքր ժամանակ այդ ամենը դու անում ես ոչ այդքան բարձր ինքնագիտակցությամբ, դու պարզապես հետևում ես քո ցանկություններին, մղումներին, հա, ինչ որ կրակ է վառում։ Ես այնքան ուրախ եմ, որ այդ կրակը ես զգացել եմ եւ շնորհակալ եմ իմ ծնողներին, նույն 90-ականների սահմանափակներ միջավայրին, որը որ գուցե ծնեց այդ իմ ցանկության դրսևորման հնարավորությունը։ Եվ այս հանդիսավարական, որտեղ ես մի պահ հանդիսավար էի, գնում էի շորերս փոխում էի գալիս էի երգում էի, հետո գնում էի դաշնամուրի վրա նվագում էի, հետո չգիտեմ ինչ անում, ինչ որ այսպես անընդհատ ինչ որ այս ակտիվության մեջ հիշում եմ, որ նույն 90-ականներին զբաղմունքները քիչ էին եւ ես սկսեցի ուղղակի այդպես ստացվեց այդ նույն մանկական հանդեսները գրելուց ընթացքում նաեւ այսպես մի քիչ հաղորդավարական սցենարների վերածել դրանք։ Վերածելիս հիմնական թեման տատիկս էր լինում, ներընտանեկան այսպես, դե 90-ականներն են պատկերացրեք այդ նույն այդ վառարանն է, չգիտեմ, հերոսացույց չկա, մութ էր եւ այլն, տատիկս խղճկինը մի փոքր բաներ պատմում, ես այդ ամենը վերածում էի տենց մեծ պատմության, եւ այդ մեծ պատմությունը թղթին էի հանձնում, հետո սկսում էի որպես հաղորդավար ներկայացնել, այսպես ընտանեկան զվարճանք եւ զբաղմունք էր դառնում։ Հետո դա դարձավ առավել շատ այսպես կանոնակարգված, սկսեցի ես սպասում էի լույսը գար, միացնում էի ստերեո ստուդիան այն ժամանակ, որոշ բաներ էի ձայնագրում այնտեղից, որպեսզի օգտագործեմ եւ նկարներով կադրերն էի փոխում։ Հաղորդավարն է խոսում, բայց ձայնագրված հաղորդավարն է, այսպես որպեսզի մագնիտոֆոնը կողանա միացնեի։ Այս մեծ սեր էր, որը տենց վերածել է Հակոբյան Ալեքսանդրի հեռուստատեսություն ՀԱՀ։ Եվ հետո արդեն իմ առաջին համակարգիչն եղավ Pentium 1-ը, ես սկսեցի դրանով արդեն գրաֆիկայով զբաղվել, ինչ որ բաներ նկարել եւ այլ, պատկերացրեք Pentium 1-ով, դա շատ բարդ էր եւ ստացա իհարկե վերջում իմ տեսախցիկը, դա իմ համար ամենա երկու բաներ եղել իմ նվերներից, որ իմ համար ամենամեծ բերկրանքներն են եղել, երբեք չեմ մոռանա, մեկը իմ դաշնամուրն է։ Ես դաշնամուր շատ եմ սիրում եւ երազում էի դաշնամուր ունենալ եւ անսահման շնորհակալ եմ իմ ծնողներին, որովհետեւ հիմա եմ հասկանում այն ժամանակ մենք մեզ թույլ տալ չէինք կարող, բայց իմ ծնողները կարողացել են ինձ համար դաշնամուր գնել։ Մյուսը տեսախցիկն էր։ Ես մեծ բերկրանքով սկսեցի արդեն նկարահանել, հաղորդում էի ես եմ ասում ինքդ քեզ ռեժիսոր, ես դնում էի օպերատորի դերում էի, գալիս էի գրում էի սցենարը, նստում էի սկարդում էի, մոնտաժում էի, ինչքանով որ դա իհարկե հնարավոր էր այն ժամանակ, շատ դժվար էր։ Այս սերը այնքան մեծ էր ու ես հեռուստատեսությունը այսպես սերտում էի, այն ժամանակ շատ քիչ էր, հա։ Հանրային հեռուստաընկերություններ, այն ժամանակ ազգային հմեկ ասվածը
լոգոներն ինչ մեն այսպես շատ հստակ է տարբերանշան է հմեկ ՊՀ բանա այս հերոստաշտարակին այսպես այս բոլորը իմ համար այնքան կարևոր դետալներ էին ու մի օր այսպես առնեցա երեխայի լինել հերոստատեսությունում դա ինձ համար այսպես մի այլ աշխարհ էր որտեղ որ ես ուղղակի ոգևորությունս չի կարողանում զսպել անցավ ժամանակ շատ տարիներ ու այդպես հերոստատեսությունը այնտեղ անդադ ինձ միշտ կանչում էր այնտեղ եմ ասում տեսեք այսպես նորքի բարձունքում այսպես գիտեք sense անդադ հայացքից ներքո ու ինքը անդադ ինձ կանչում էր ու ես որ արդեն ուսանող դարձա ֆիլոսոֆիություն է ուսանսիմ եւ այլն հենց իմանում եմ ժամանակ հերոստատեսությունը հավաքում էր ընդհանուր զանգվածա որ հարցադրումների համար եւ այլն որովհետեւ որպես հանդիսատես ներկա լինես ես գրեթե բոլոր հաղորդումներին գնում էի չեմ կարող նկարագրել թե ինչ ցուրտ էր այդ ստուդիաներում ու ոնց էին աշխատում այդ խեղճ հերոստատեսային մարդիկ բայց ես անպայման այնտեղ էի միշտ հարցեր էի տալ միշտ ամեն ինչին նայում էի հետնաբեմ եւ այլն այդպես բոլոր հաղորդումները սերտում էի եթեր շաբաթաթերթը ես ուղակի սերտում էի այդպես գրում էի որը որ հաղորդում է որը որից հետո է պետք նայել այսպես պաշտում էի եկեք այդ բառը ասեմ խուսափում եմ բայց պետք է ասեմ պաշտում էի իմ կյանքում այս հավակնությունները մի պահ հետ գնացին առավել փիլիսոփայության, չգիտեմ, վեբ դիզայնի, երգի եւ տարբեր հազար ու մի բաներով ու մեկ էլ մի տեսակ ոնց որ կյանքը շատ հետաքրքիր բան է ոնց որ ասացի Կարլի համասարանում այսպես պլատոնագետը դարձավ իմ վեկար որ ես գաղափար չունեի որ այդպես կլինի երևի կյանքում պետք է ուղղակի նախաձեռնել գիտեք Լիլիթ ես նախաձեռնեցի դեպի Եվրատեսիլինի մասնակցությունը ժամանակ վոկալ դասեր էի վերցնում եւ այլն եւ դա ինձ շատ մոտեցրեց հանրային հերոստանգերության հետ շատ սկսեցի աշխատել իրենց հետ 4 փուլ էի հաղթարել եւ բոլոր փուլերում աշխատանք կար եւ այլն մի խոսքով երկար բարակ չպատմեմ բայց ես հայտնվեցի այդ հերոստատեսությունում արդեն կար թափուր հաստիկ ես շատ ուզեցի գնալ ընդ որում այստեղ մի ուրիշ խնդիր կար ես ընկալման խնդիր ընկալվելու խնդիր ունեի որտեղ ինձ ճանաչում էին որպես ինչած պլատո էի մնացել տեսեք Ալեքսը դուրս էր եկել բայց պլատո էի մնացել ասում են վայ պլատոն է եկել բայց չէին մտածում որ ասեն գուցե եկել է ինչ որ վարչարարական պաշտոնի այլ այս անգամ ինքը երկիչ չէ հա որտեղ շատերը ինձ չէին ճանաչում որովհետև այդ նույն դեպի Եվրատեսիլին ես որ մասնակցում բոլորը ասում են չգիտեմ ես թատրոնում եմ երգում ես այստեղից եմ ես դպրոցն եմ արտել ես ինձ ասում են դու որտեղից ես ասում եմ ես բանկից եմ եկել ձեր ժամանակ բանկում մարքեթինգի բաժին էր ղեկավարում ու ոնց որ այդ ամենը շատ չէր արծարծվել ես առավել շատ բեմում ինչ որ հանդես եկող ինչ որ մի երգիչ եմ ինչ որ ուժեր եմ փորձում դա հետաքրքիր այդ ընկալումները սկսեցին փոխվել եւ ես սկսեցի արդեն դրսևորվել նաեւ որպես վարչարար այս պարագայում եւ հասա հերոստատեսություն բայց իմ կյանքը շատ հետաքրքիր էր այն առումով որ ես հասա հերոստատեսություն բայց որպես վարչարար ոչ որպես հաղորդավար սա ես իմ կյանքը ինձ հետ ինչ որ խաղ էր խաղում գիտեք օրինակ դեպի Եվրատեսիլը որ այդ տարին ես մասնակցում էի որպես երգիչ ես հաջորդ տարին այդ նույն դեպի Եվրատեսիլը կազմակերպող գլխավոր պրոդյուսերն էի հանրային հերոստանգերությունում ասում եմ աստվածում ես շատ էի մտածում այստեղ փիլիսոփայություն շատ էր օգնում ես նայում եմ ասում եմ բեմի վրա եմ ուզում լինել թե ներքևում ես շատ էի մտածում դրա մասին այդ պահին շատ հաղթում էր դեռ ներքևում լինելը որովհետև չեմ կարող ասել որ ես դա չեմ սիրում ես վարչարարությունը նկատում այդպես գրասենյակային աշխատանք մենեջմենտ եւ այլն եւս իմն է ես դա սիրում եմ եւ այսպես հերոստատեսությունը ինձ ես ընկղմվեցի հերոստատեսության մեջ հերոստատեսությունը իմ եւ այսպես շատ մոտեցա վերջում այսպես հերոստատեսային հանրային հերոստատեսության իմ կարիերայի ավարտին ամեն գնով պայքարում էի խնդրում էի եւ ըմբռնումը տեղի ունեցավ ինչի համար շնորհակալ եմ իմ գործընկերներին սկսեցի նաեւ հաղորդավարական գործունեություն ծավալել հետո ինչ որ մի կետից այսպես փիլիսոփայություն նորից սկսեց գալ չգիտեմ տարիքային ճգնաժամ էր թե ինչ չի ուզենա ուղղակի դրա հետ կապել փիլիսոփայությունը միայն բայց սկսեցի շատ խաղաղություն ուզել Լիլիթ շատ ուզում էի ուղղակի չունենալ մտահոգություններ, որտեղ հերոստատեսությունը 24 ժամ շնչող հիմնարկ է, ուզում էի կենտրոնանալ, ուզում էի իմ սիրելի մարդկանց շատ ավելի շատ տեսնել, այսպես ցանկություններս շատ հետաքրքիր էին, առավել ինչ որ հոգևոր քաղց սկսեց, պատկերացրեք իմ այդքան սիրելի հերոստատեսությունը, որը բաղձանք էր դեռ իմ մանկությունից, ես հայտնվում եմ այդտեղ, երկու դերում եւ վարչարար եւ հաղորդավար, իսկ սրանք էլ են երկու կողմերն են, բայց պատկերացրեք իմ մոտ ինչ որ հոգևոր քաղց էր սկսել։ Ես օրեցի որ հերոստատեսությունից դուրս եմ գալիս եւ բոլորը ասում են գոնե որպես հաղորդավար շարունակիր։ Ես մտածեցի որ ուզում եմ այդ edge-ը փակել։ Շենքից դուրս եկա եւ մի 2 տարի չեմ գնացել հերոստատեսություն։ Առիթներ անդադ ստեղծում էին ուրիշ առումներով, բայց ես անդադ եկեք ասեմ խուսափում էի։ Շատ խուսափում էի։
Իսկ հեռուստատեսությունից դուրս գալուց հետո այդ մշտական աղմուկ, ծանրաբեռնված աշխատանք, կար մի բան, որ լռությունից ու մենակ մնալուց սովորեցիք դադարի ժամանակ։ Սովորեցի, գիտեք, ապշատ հանգեցի, երևի այսպես կարող եմ ասել, մի լավ կարգավիճակի, որ ինձ միշտ այն ժամանակ գոնե անծանոթ էր։ Ես այնքան օքեյ ոչ մեկ լինելու հետ։ Գիտեք, երևի կուլմինացիան էր դա իմ կարիերայի, որտեղ այդ նույն հատվածում ես սկսեցի նաև իմ երգի կարիերան զուգահեռ շարունակում էի, սկավառակ էի հանել, հեռուստատեսությունում էի աշխատում, զուգահեռ այդ ամեն ինչ իրար հետ էր տեղի ունենում, այսպես բոլոր իմ հավակնությունները շատ հավակնոտ եմ եղել։ Այսպես կուլմինացիան էր հեռուստատեսությունը այդ ամեն ինչի։ Ու ինձ սկսեց դուր գալ իսկապես այդ ոչ մեկի զգացողությունը, ոչ թե դու ղեկավարում ես, չգիտեմ, 200 հոգի, ոչ թե դու պատասխանատու ես, ոչ թե դու այն երկող բեմի վրայի Ալեքսն ես, քեզնից բոլորը ակնկալիքներ ունեն, հարցեր կարգավորող, այսպես problem solver-ի հայտնի եմ։ Նաև հիմա։ Հա, բայց այդ առաջին դադարը, ընդ որում շատ դժվար է նորից աշխատանքի վերադառնում, շատ երկար տևեց այդ փուլը, բարեբախտաբար շռայլություն ունեի, գոնե մի 2-3 ամիս կարողացա, չի կարողանում, շատ գիրքի կար, չեք պատկերացնի քաղցեր, եւ այդ կարևոր չէ, նույնիսկ գիտեք, անպայման չէ փիլիսոփայություն լիներ։ Գեղարվեստական գրականություն կարող է լինել, չգիտեմ, ընդհանրապես վեբ դիզայնի մասին, այդ բան քաղցեր կարդալ, միակ բանը ուզում եմ առավոտից արտանալ կարդալ, ուրիշ ոչինչ չանել։ Ազնվորեն ոչինչ չանել։ Չգիտեմ, դա ինչ մի հատ այսպես հետաքրքիր իմ հոգեկան ինչ որ հետաքրքիր ռեակցիաներ էր տալիս, բայց կարողացա լինել ոչ մեկ ու այդ այնքան հավես էր։ Այնքան լավ բան եք ասում։ Այնքան բավականին բարդ է գալ այդ կետին, լինել ուղղակի սովորական մեկը կամ գուցե ոչ մեկը։ Հա, երևի գիտեք, ամենակարևորը դա լինելու համար այնքան կարևոր է մոտիվը, որ ոչ թե դա բացասական մոտիվ լինի, ոչ թե ինչ-որ բանից դու հիասթափվես, ոչ թե ինչ-որ բանից դու հուսահատվես, ուղղակի ամեն ինչի առջև դուրդ փակես, այլ այսպես կշտանաս։ Ես հասկացա, ես հագեցել եմ։ Ես ուղղակի գեր հագեցած եմ մարդկանցով, ձայներով, աղմուկով, բեմերով, շատ էր, շատ էր։ Դա ես էի ստեղծել իմ առօրյան։ Դա ես էի եւ պրոբլեմներով, մեծ խնդիրներ էին առաջանում, դրանք բարդ է, պրոդյուսինգ ասվածը եւ հատկապես մարդկանց ղեկավարելը, հատկապես մարդիկ, ովքեր այդտեղ տարիներ աշխատել են, բարդ էր, բայց գիտեք, sense զգացի, որ ես ուզում եմ այդ աղմուկը անջատել, այսպես հանել, որովհետեւ իհարկե միաժամանակ մի քիչ վախ էր առաջանում, որովհետեւ այդ նույն աղմուկը, այդ այն աստիճաններն են, այդ կապերն են, հնարավորություններն են, այդ այն քաղաքակրթությունն է կամ քաղքենի աշխարհն է, որը որ քեզ տալիս է հնարավորություններ ապրելու, գործելու, մեր բազային բոլոր պահանջմունքները բավարարելու։ Արի ու տես, որ նույնիսկ այդ վախը ինձ չկարողացավ վերցնել, որ ես կարճ չէի, գուցե հիմա ավելի եմ կարճում, իմ չալոց կայուն չի մնում։ Չեմ կարող ասել այն նույն Ալեքսն միանշանակ ոչ։ Եթե հիշողությունս ջնջեինք, ես հիմա շատ ուրիշ մարդ եմ, կարծում եմ։ Բայց կարևոր էր, որ այդ պահին ես դրական մոտիվով էի եկել։ Դրական այն առումով, հա գուցե շատ էի հոգնեցրել ինձ։ Հա, գուցե պետք չէր այդքան հոգնեցնել, բայց ես այդտեղ տենց մի տեսակ խաղաղվել էի։ Ու այդ խաղաղության մեջ նաև ընթերցել է։ Գիտեք, ես հիմա դες թոստից սկսեցի հասկանալ, եւ գուցե ընթերցում եմ, որովհետեւ ես կարողանում էի բովանդակության մեջ խորանալ, այնքան այդ խաղաղությունը այնքան էր մտել իմ մեջ, որ ես կարողանում եմ ուղղակի խորանալ եւ կապ չուներ թե դա ինչ գիրք կլիներ, ես արդեն կարողանում էի ամբողջությամբ մեջը լինել։ Գուցե դրա պատճառով էր այդ քաղցը բացվել էին բոլոր հնարավոր այն շերտերը, որոնք որ կխանգար էին։ Առհասարակ կար ժամանակ նաեւ ոչ թե 10 րոպեից գիրքը փակել, այդ հետաքրքիր։ Հա, ճիշտ եք, գուցե։ Շատ հաճախ ես էլ այդ նույն ընթերցանության կարոտն ունենում եմ, հատկապես աշնանը, երբ սովորաբար իմ գրելու ժամանակներ լինում, հիմա վերջին 2-3 տարում չեմ հաջողում գրել ու այդ կարոտը գրքի հանդեպ շատ լավ հասկանում եմ ինչ է։ Ես էլ ձեզ եմ հիմա, իսկապես շատ լավ հասկանում։ Դուք քանի որ նաև պաշտոնավարել եք հանրային հեռուստաընկերությունում, այ հիմա հետահայաց կար մի բան սուտ, որ տեսել եք ներսից եւ դա
սուտ գուցե երազանքի կամ ցանկության տեսքով, որ մեզ հանրային հեռուստաընկերությունը կամ նման համակարգերը իբրև հանրության տարածում էին, բայց դա ուղղակի երազանք էր կամ պատրանք։ Հետաքրքիր, շատ հետաքրքիր հարցադրում է։ Գիտեք, հեռուստատեսությունը ընդհանրապես որպես երևույթ, այս պահին ոչ թե որպես հեռուստաընկերություն կոնկրետ, հեռուստատեսությունը շատ իսկատիպ երևույթ է։ Մի բան, որ շատ իսկատիպ էր, առանց չարչարվելու չի լինի, եւ այնտեղ բոլորը պետք է մասնագետ լինեն։ Այսինքն ես այնպես ինչպես որ պատկերացնում եմ, մի փոքր գուցե ավել էր նույնիսկ։ Այսինքն մի փոքրիկ հաղորդում նկարանելու համար այնքան պրոֆեսիոնալներ պետք է զբաղված լինեն, որպես այդ մի հաղորդումը թողարկվի, որակյալ թողարկվի, եւ ինձ շատ զարմացնում էր որակը։ Ես եկեք մի քանի բան, իսկատիպությունը, ոչ թե ես կասեմ այս դեպքում գեղձեր ու սուտեր, այլ հակառակը կարող եմ ասել, նույնիսկ հակառակը կարող եմ ասել, այսինքն գիտեք, երբեմն հանրային հեռուստաընկերության որ քննադատում են քաղաքական հայացքներից ելնելով, ես այդպես կյանքում եմ ապրում, տեսնում եմ, կարող է, չգիտեմ, բովանդակությունից ելնելով, հարցեր կարող են լինել, բայց ես ուղղակի որ եղել եմ խոհանոցում, մի կարևոր բան ասում եմ, հանրային հեռուստաընկերությունը դրանք հարյուրավոր նվիրյալ պրոֆեսիոնալ մարդիկ են։ Ես այսօր քանի տարի չեմ աշխատում հեռուստաընկերությունում, ես ուզում եմ կրկնել դա, սիրելիներ, այնքան տարօրինակ աշխատանք է եւ այնքան մասշտաբային եւ այնքան պրոֆեսիոնալ, որ այս եւ նվիրում պահանջող։ Եթե այս մի 4-5 հատկանիշ ունենաս, այնտեղ չես լինի։ Այ սա ինձ համար այն բերկրանքներ ու դա էր որ նաեւ պահում էր, որ ես տեսնում եի այսքան նվիրյալներ, ամբողջ գիշեր մեր հրաշալի Սիրանը փոխում էր դեկորները իր թիմի հետ, որ մենք առավոտյան հասցնենք մի նկարան, մենք ցերեկը նորից փոխենք, ռեժիսորները հասցնեն հանգստանալ մոնտաժը աշխատի մինչև այդ դու տեսնում ես այդ ամենը ոնց է աշխատում ուղղակի նվիրյալության, պրոֆեսիոնալիզմի հիման վրա։ Իհարկե կարող են լինել նաև բացառություններ, միանշանակ, բայց ընդհանուր որպես հեռուստատեսություն, որպես կառույց ես երևի գուցե բախտը վիճակել հենց հանրային հեռուստաընկերությունն է եղել եւ թող չեն չի էլի ավելորդ հաճոյախոսություն, որտեղ դա կարիք չունեմ, ես վաղուց հեռուստատեսության հետ կապ չունեմ, բայց այնքան ուրիշ է այդ մարդկանց այդ նվիրումը դու տեսնում ես, սա ինձ համար մեծ բացահայտում էր եւ մեծ բերկրանք էր ու դու ես դառնում դրա մի մասը, որտեղ դու շատ սիրում ես այդ ամենը։ Ես երևի այս հատվածը կասեի որպես նոր բացահայտում։ Շատ լավ։ Դուք շատ հաճախ կատակով ասում եք, որ ձեր կարիերան հիշեցնում է մարմնավաճառի կենսագրություն։ Ինչ եք վաճառում ժամանակ, սկզբունքներ, հմտություն։ Ինձ։ Եթե այդպես է, չէ։ Բոլորս ենք մեզ վաճառում, ուղղակի չենք խոստովանում, մեկը իր մի գիտելիքն է վաճառում, մեկը իր մի կոմունիկացիոն ունակությունն է վաճառում։ Մենք առասարակ վաճառել բառի հետ խնդիր ունենք։ Այո։ Մի քիչ այդ բառը մի տեսանկյունով կարող ենք նայել, այո, դրանք դրսևորումներ են, բայց երբ որ իրացվում է գոնե մեր դրսևորումը, կարող ենք նաև մի քիչ ուրախով վաճառ կանոնել, որովհետև կարող են դրսևորվել եւ չիրացվել այդպես է։ Լավ բան եք ասում։ Ես այստեղ արդեն փիլիսոփայությունն եմ եղավոր, եւ այդ այսպես որ ասում եմ անբարոյական անցյալ, ես նկատի ունեմ միշտ այն, որ ես այնքան բան եմ փորձել այս կյանքում եւ այստեղ փիլիսոփայությունը շատ մեծ դեր է խաղացել։ Միշտ չէ որ ես շատ գիտակցված եմ մոտեցել հարցերին, դա կարող եմ խոստովանել, երբեմն ես ուղղակի կարող եմ ուղղակի տրվել իմ սիրելի որևէ երևույթին, այսպես ու գնալ առաջ մինչև վերջ։ Բայց ես ամբողջ կյանքս ինքնադրսևորմամբ եմ զբաղվել։ Ես հիմա կարող եմ ասել, գոնե ինձ հիմա կարող եմ էլի թույլ տալ ասել, որովհետև ես այդպես է չտեղավորվեցի այդ մի մասնագիտություն կամ երկու մասնագիտություն ունենալու մեջ։ Ես հիմա արդեն մեծացել եմ, իմ ուսանողներին էլ դասավանդելիս միշտ արդեն բերում եմ բացատրություն, որ մարդու ներուժը ինքան անսահման է, իսկ մեր քաղաքակրթությունը իր մասնագիտության դարակներով այնքան բարակ ու նեղ է, որ այդ անսահման հեղուկ ասենք, օդ լցնենք մի դարակի մեջ թափվել է մյուսի մեջ դուրս է թափելու, այդ այնքան մեծ է, տեղավորել շատ դժվար է։ Դա տարավ այդ կոմունիկացիաները հասցրեց նրան, որ ես բանկում ներգրավեցի բանկային մարքեթինգը, դա բոլորին այլ աշխարհ է, ես խիստ լարված եմ մտել այդ դարձ եւ շնորհակալ եմ իմ գործընկերներին, բայց այնքան շնորհակալ եմ, այնքան ուրախ եմ, որ այն ամենի համար ինչ որ մենք
արել ենք եւ որտեղ բանկում շատ չափելի է քո արած աշխատանքի արդյունքը դա ուղղակի ոլորտ չէ, այդտեղ շատ մեծ հետազոտական կոմպոնենտ կա, հա, դա զուտ ուղղակի առաջ խաղացում ու գովաստ չէ, դու պետք է Այնտեղ OKR-ներով, KPI-ներով այո, մանր կետերով, դա դրա հետ մեկտեղ գեր վերահսկողություն կենտրոնական բանկի կողմից, աուդիտորների կողմից, այսինքն նկատի ունեմ նույնիսկ մեսեջները, գրառումները, շատ լուրջ պատասխանատվություն ես կրում մի խոսքով, եւ բանկին միշտ չեն վստահում։ Սա առաջի մարքեթինգի սկզբունքը իմ փորձից ելնելով բանկին միշտ չեն վստահում, այսինքն դու սկսում ես մի բան, որ նույնիսկ եթե անվճար նվեր ես տալի, ասում ես տեսնես քեզ որտեղ են գցում, հոգեբանության հետ ես առերեսվելու։ Եվ դու պետք է դրանում կարողանաս իսկապես դիրքավորվել եւ այնպես անել, որպեսզի քո պրոդուկտները վաճառվեն։ Ինձ համար 7 տարիներ են եղել, բայց բաղձալի հրաշալի տարիներ են եղել։ Շատ բան եմ սովորել, ինձ շատ բան է տվել։ Ոչ միայն մասնագիտական առումով, մարդկային հարաբերությունների առումով իմ բանկը ինձ շատ բան է տվել։ Ես այնքան շնորհակալ եմ մեծ կոլեկտիվում 5-600 հոգանոց կոլեկտիվ էր եւ ես այդ մեծ բանկի տարբեր մասնաճյուղերով բանկի ղեկավարն էի մարքեթինգի եւ պատկերացրեք այդ պատասխանատվությունը որ դու կրում ես մարտիկի մասնաճյուղի համար եւ նույն ժամանակ Երևանյան մասնաճյուղերի համար եւ մեկ այլ ուրիշ շրջանային առավել մասնաճյուղի համար որտեղ շատ տարբեր են մարդկային պահանջները հա բանկային պրոդուկտներից օգտվել նկատմամբ շատ հետաքրքիր է եղել իմ կյանքը եւ ինձ անդադ ասում են բանկ Ալեքս դու ասում եմ բանկ Ալեքս ես պես կարող է ճիշտ հաղորդակցումը ամրացնել հարաբերություններ աշխատանքային եւ անձնական մակարդակում եւ ինչպես կարող է սխալ հաղորդակցությունը խոսքը այդ ամեն ինչը քանդել որովհետեւ ձեր կենսագրության մեծ հաշվով այդ խոսքը շատ մեծ դեր ունի ազնիվ խոսք առաջին հերթին գիտեք մարդիկ հաճախ ես էլ եմ արել շատ այսպես հաճախ պատտվում են մի բանի շուրջ Սարուձոր ընկնելով ու մտածելով դիմացինին ինչպես անեն որ դիմացինը ընկալի այնպես ինչպես որ դուք եք ցանկանում սա իմ ինչարոց եղել է իմ ամենամեծ սխալներից մեկը որ ես դեռ մինչև օրս հաճախ անում եմ այսինքն դիմացինի փոխարեն մտնում եմ իր ուղեղի մեջ ենթադրում եմ որ այս բառը հնարավոր կստեղծի հետևյալ ռեակցիան ըստ այդմ անում եմ այն կամ ասում եմ այն ինչ որ կստեղծեր այլ ռեակցիա կամ հենց այդ ռեակցիան Սա բոլորս ենք անում, եկեք խոստովանենք։ Սխալ ճիշտ մեկի մոտ ստացվում է, մեկի մոտ չի ստացվում։ Սա նախ ես միշտ ասում եմ, ով է մեզ տվել բարոյական իրավունք, ինչ որ մեկին թույլ չտալու տալ այն արձագանքը, որը որ ինքն է ուզում տալ։ Ինչ եմ ես ուզում հասցնել նրան այն արձագանքին, որ ես ուզում եմ այս բանին արժանանալ։ Շատ տարիներ առաջ էր, այսպես մեկ եկավ ու ճանապարհս կտրեց, հենց դիմացս, վայ ասում եմ, ոնց հա, ինձ խանգարում, շատ ներվայնաց այդ պահին, մայրիկը դել կողքդ է, հենց բան եղավ, տեսեք շատ էսպես էլ ու մայրիկը զգաց, որ զսպում եմ ու շատ ջղայնացած եմ, ասես, բալես, գիտես, գուցե մի բան ապատահել շտապում է։ Ինչ ներողա մի տեղի, գիտեք դա տենց այսպես դաջվեց։ Իմ մտերիմ ընկերն է ու էլի նմանատիպ վերաբերմունք ինչ ցուցաբերում դրվագում միշտ փորձում են դրականը տեսնել ես հասկանում եմ որ ես էլ ունեմ դա հաճախ ուրիշներին եմ ասում երբ որ քո կողքինները եւս դա կրկնում են գիտեք այսպես միանգամից է լինում կայծը որտեղ քեզ մոտ էլ դա կա դիմացնել ասած ու ես միանգամից ընկալումդ է փոխվում երբ որ դու ընկալումդ փոխված մարդկանց հետ հաղորդակցում ես դրականության մեջ ինձ թվում է ռեակցիան մարդիկ գիտեք մարդիկ Այնքան մեկ-մեկ հեռանում ենք, ոչ մի հրաշափայտիկ պետք չէ, գիտեք, դրականության հիմքն է սերն է։ Ուղղակի սիրով, մի քիչ սիրով իրար վերաբերվել։ Գիտեմ, բարդ է, շատ դժվար է, երբ որ քեզ չորում են, երբ որ քեզ adekvat պատասխան չեն տալի, երբ կարող են վիրավորել նույնիսկ, հեշտ չէ։ Իսկապես հեշտ չէ, այստեղ Պլատոնի ասած բանական սկիզբը ոնց անենք, որ այս ցասմնական սկզբին զսպի, որ ափերից դուրս չգաս, բայց գիտեք, եթե ցանկությունը առաջանում է, արդեն այդքան չեմ ուզում ասել վատ է, չեմ ուզում այդպես բնորոշել, բայց եթե ինքը կա, զսպելը լուծում չի, մենք պետք է այնպես անենք, որ դա փոխակերպվի դրականության, սա շատ կարևոր է։ Ես ուղղակի միշտ փորձել եմ դրական։ Ես փորձել եմ նույն հերթատեսությունը մարդկանց հետ ի վերջո շատ մեծ թիմ է ղեկավարում, շատ տարբեր մարդկանցով, բավական հավակնոտ շատերը, որտեղ նաև հերթատեսային աստղեր եւ այլն, ամեն հարգանքով, առանցված սակայն ենթատեքստի եմ ասում, բայց հասկանում եմ, որ եթե ես խաղամ, շատ ավելի բարդ է լինել, ուղղակի շատ ազնիվ է լինում։ Ուզում եմ թառաչող լինել, ուղիղ էի պատասխանում շատ հարցերի։ Բայց իհարկե նաև մինչև վերջ ազնիվ լինեմ, ես կարծում ես նաև ինչ որ մի իրացիոնալ միջավայրային տեղեկություն եմ միշտ ստանում։ Մարդուց, իրավիճակից, այսինքն ես նաև զգում եմ, էլի, մինչև որ աստիճան կարող եմ օրինակ այսպես մերկացնել խոսակցությունը։
կամ ինչքան անցնի նոր, կամ գուցե արժի մի հատ գրկել մարդուն հետո էս ամենի մասին խոսել, կամ ներսում զգում եմ, որ չեմ հաղթահարել, բայց հիմա ձևեր եմ թափում։ Այդ ներսում չհաղթարած ձևեր թափած դրական խոսակցությունը անտանելի երևույթ է, ավելի լավ է գնաս ու կռվես եւ դեգրադացնում է քեզ եւ դիմացին։ Դուք ասել եք, որ նաեւ չեք կարողանում պարտվել։ Թե չեք կարողանում։ Չի կարողանում։ Հիմա կարողանում եւ ընդունում եք։ Հիմա գիտեք, վերջերս ազնվությամբ վերջերս Մինչև այդ ես դա շատ բարդ էր տրվում, այսպես կանգնում եմ, նույնիսկ կարող է իրավիճակային ընդունեի, գնայի, բայց որտեղից է գալիս այդ չպարտվելու զգացողությունը, որովհետև պարտություններից իրականում շատ բան ենք սովորում։ Ինձ այնքան միշտ մեծ են եղել ակնկալիքներ, ինձ շատ դժվար է սխալական լինել։ Ինձ միշտ ես էլ մենակ մարդիկ չէ, ակնկալիքները ոչ միայն դրսի մարդկանց, ինձ էլ է վերաբերում։ Ես ինձից միշտ ակնկալում եմ հաջողակ լինել, գուցե։ Հիմա խոսում եմ ուղղակի, մտածում եմ։ Մարդիկ էլ են դա ակնկալում ու պարտվելը միանշանակ հակասում է այդ հաջողակ լինելու։ Հա, չէ, եթե հիմա շատ խորանանք դա է տանում եւ չէ, զուտ դրվագի մակարդակում պարտվելը բարդ է։ Առաջին հերթին, եթե մի քիչ այսպես ոչ գոնե առողջ հոգեբանության մակարդակում, չէ, կրեդիտի կորուստ ես ունենում։ Կառուցել, ես մեկը կրեդիտ ես կորցնում։ Տեսեք ինչ սխալ հոգեբանություն է, գիտեք, սա դպրոցից է գալիս նաև։ Մենք սովորացվում են մեզ այդ մի ուրիշ թեմա է, մի հսկա մանկավարժությունն ընդհանրապես։ Բայց մեզ սովորեցնում են անդադ գնահատականի համար անել, պայքարել, չպարտվել, գնալ մինչև վերջ, գովում են նրան, ով որ դա անում է, ոչ թե process-ը, ոչ թե ճանաչողության բերկրանքը, ոչ թե ճանաչողության արդյունքում գեղագիտական հաճույքը, այլ գնահատականը, հասնելը, չընդունվելը դա պարտվել է, չստանալը գնահատականի դա պարտվել է։ Դա ամեն ձև, դա միայն Հայաստանի չի բնորոշ, սա մեր քաղաքակրթությունն է կառուցված, սրա հետ կապված ընդհանրապես մեծ հարցեր կարող ենք քննարկել, բայց այս չպարտվելուն հաղթահարելը ամենաերևի բարդ խնդիրներից մեկն է։ Այս վերջերս իմ մոտ մի քիչ ստացվում է։ Հեշտ չի ստացվում, բայց ես զարմանում եմ, որ ստացվում է, գիտեք, ու դու չես հասկանում, թե որտեղից ինչ ներդրումներ ես արել, որ ստացվում է, որտեղ դա ուղիղ պատճառահետևանքային կապ չէ։ Ես խմում եմ այս ջուրը եւ դրանից հետո առավոտներից, առավոտից մինչեւ երեկո պարտվելը ինձ համար օքեյ է։ Չէ, տենց չի։ Չկա տենց բանաձև։ Այսինքն դպրոցում վարժեցված մեր կերպարներին հետո անհրաժեշտ են նոր վարժանքներ, այդ նախորդ վարժանքներից ազատվելու համար։ Գիտեք, մի լավ հնդկուհի գործընկեր ունեմ, Սանչի անունը, մի անգամ իրար հետ զրուցում էինք, Դելիում էինք կարծեմ, ու մի այնպիսի լավ բան ասեց, այսպես փիլիսոփայությունից էինք խոսում, ու հնդկական փիլիսոփայությունը, որը իրենց առօրյան է, նույնիսկ այն ամենակենցաղում դուք կարող եք տեսնել, դա շատ հետաքրքիր երևույթ է։ Ասեց, այնքան լավ ասեց, այդ խոսելու արդյունքում բացատրեցի, ձեր ասած վարժեցնում են, այդ բառն էլ մանկա վարժեցնողները մեզ։ Ասեց, Alex, there are certain things to be learned and unlearned. Բաներ կան, որ պետք է սովորել եւ որոշ բաներ չեղարկել այդ սովորածը։ Մեզ միշտ սովորեցնում են սովորել։ Այսօր բացեք հիմնականում կարողունակություն կողքը սովորել։ Սովորեցնում ենք երեխային սովորել։ Մենք պետք է նաև սովորեցնենք ապա սովորումը։ Սա շատ կարևոր է։ Աղբով բազում ոչ առողջ եկեք ասեմ, չասեմ սխալ, ոչ առողջ շերտերով լցնում ենք։ Հետո ուզում ենք, որ այդ հոգեկանը ճառագի, նորարարություններ անի, ֆիզիկական հիվանդություններ չունենա։ Ես կարծում եմ, որ մարդու հոգեկանի հետ ուղիղ փոխկապակցված է եւ ես չեմ կարծում, ներողություն, սա գիտություն է։ Այսինքն ես տեսնում եմ, որ այստեղ շատ լուրջ գործոն կա եւ մենք պետք է, գիտեք, մարդկանց մեծ մասը այդ չսովորելու, այդ չեղարկելու, ուղեղում չեղարկելու կոճակ ամենաբարդն է, համակարգչում շատ հեշտ է։ Ինքը քանի ինչ որ մի բան այնտեղ, ինչ որ մի միտք, ինչ որ մի դրվագ, ինչ որ մի հիշողություն, ինչ որ մի գիտելիք, դրա չեղարկումը մենք հաճախ ուզում ենք անել փոխարինմամբ։ Չենք կարողանում չեղարկել, այլ փոխարինում ենք,
Փոխարինումն էլ կարող է ուժեղ չլինել, հզոր չլինել, չստացվի, եւ վերջը դա փոխարինման գործողություն է։ Այդ չի չեղարկվում։ Սա շատ կարևոր բան է, ու չեղարկման առանցին իսկ երևի թե կարող եմ ասել ցուցիչ է, որ ստացվեց այն արդյոք թե ոչ, երբ որ դուք ներքուստ ինչ որ մի երևույթի չեք արձագանքում։ Մի քիչ քրիստոնեություն եթե գնանք, երբ որ ձեզ ապտակում են, դուք ձեր մյուս այդն եք դեմ տալիս, սրա մեջ իր ամենակարևոր փիլիսոփայությունն է։ Եթե դուք վիրավորվեցիք ու մյուս այդը ոչ մի բան է ձեր մյուս այդը դեմ տալը։ Եթե դու կարողացար չարձագանքել, իսկ արձագանքը դրեակցիա կարող է վիրավորանքը, ագրեսիան, ցավը, սրանք բոլորը արձագանքներ են։ Եթե մենք կարողանանք սովորել վարվել սրանց հետ, իսկ մեզ ոչ մեկ դա չի սովորեցնում, բացի փիլիսոփայությունից, այն էլ ոչ ֆակուլտետային ուսումնառությամբ, թողներ են իմ դասախոսների ես ազնիվը։ Մենք կարողանանք միգուցե իսկապես խոսել շատ ավելի պայծառ ապագայի եւ իսկապես մարդու որակական փոփոխության մասին։ Պլատոնի տեքստեր որ կարդում ես ու այսօր նայում ես, բան չի փոխվել մարդկային հարաբերություններում։ Ու այսօրվա մարդն էլ սովորում է իրենից 2500 տարի առաջ մտածող մարդուց։ Այո։ Բժշկության մեջ էլ մի հետաքրքիր մոտեցում կա։ Բժիշկները հիմա գնում են նրան, որ գտնեն հավանական հիվանդությունների ռիսկերը եւ կանխեն առաջացումը, քանի որ դա ավելի հեշտ կլինի, քան արդեն իսկ եղածը հիվանդությանը արձագանքել կամ կանխել արդեն իսկ հայտնաբերված հիվանդությունը։ Այդ դա շատ նման էր ձեր ասածին, սովորելու ու չսովորելու տեսանկյունից, երբ որ մենք արդեն լցվում ենք անընդհատ արտաքին գիտելիքով, շատ ավելի դժվար է հետո մեր ներսից հանել դրանք, հատկապես երբ մանկության տարիներին են լինում անճաշակ երաժշտության, սխալ տեղեկատվության, տարբեր քարոզչություններից, արժեքների, դրանք էմոցիոնալ կապեր են ստեղծում ու շատ ավելի խորքային տեղերում են մնում մեր ուղեղի, քան մեծ տարիքում ստացած տեղեկատվությունները։ Միանշանակ համաձայն եմ։ Ես երբեմն ասում եմ, նու վստահ եմ հաստատ կարող եմ նույնիսկ ես եմ վերցրել չգիտեմ, բայց բուդդայական գուցե ուսմունքներում կլինեն, բայց գիտեք, գոնե զգալու մակարդակում եմ ես դա հասել, ոչ թե զուտ օրինակ որպես, բայց այդ մոտավորապես այն քարն է, որ գցում եք ջրի մեջ, չմփոցով դուրս կգա, թե համարյա ռեզոնանս չի լինի կամ շատ թեթև ալիքներ կառաջանան։ Մենք այնքան ենք կուտակում այդ ախտերը մի քիչ բժշկության տերմինաբանությամբ, որ այդտեղ մի հատ այսպեսի մի փոքրիկ քարը առաջացնում են մեծ ռեզոնանսը, որը որ անընդհատ առաջանում է ամեն ուր էգոների հետ ենք բախվում։ Ու հետո մենք մեր հետ մենակ մնալու խնդիր ունենք։ Այդ ժամանակ չի լինում ներսից դուրս եկող սեփական մտածողությունը, այ այդ կուտակվածը դասավորելու վրա ենք կենտրոնանում ու արդյունքում գնում ենք դեպի քաոս, հետո նորից սկսում ենք նոր բաներ վերցնել, մի բան միացնել, լսել, հանդիպել մեկին, որպեսզի այդ թափված վիճակը ներսի չդասավորենք, որտեվ չգիտենք երբեք ինչպես վարվել։ Շատ դիպուկ եք ասում, մի լավ գործընկեր ունեմ, ասում է, այսպես չբժշկված գնում ենք նորի հետևից, թվում է թե դա է բժշկությունը, չէ, չբժշկված հոգեկան իմաստն է խոսքը։ Գնում ենք մեկ ուրիշ բանի հետևից, փոխում ենք ոլորտը, փոխում ենք մասնակցությունը, փոխում ենք երկիրը, այնինչ ուղղակի ներսը չբժշկված է։ Սա շատ լուրջ հարց է, դրա տարբեր ասացվածքային դրսևորումները կա, բայց իսկապես սա շատ լուրջ հարց է։ Մենք այդ իսկապես մենք մեզ հետ լինելու եւ այդ բժշկելու կարողունակությունը մեզ ոչ մեկ չի սովորեցնում այդ բժշկելը, ո՞րն է։ Էլ եմ ասում, կա սիրներ, թող դա տենց այսպես ֆետիշի տպավորություն չթողնի, էլի, եւ վստահ եմ ովքեր որ փիլիսոփայության հետ այս կամ այն չափով առնչություն ունեցել, կփաստեն, էլի, կա այդ բժշկումը։ Եվ լավ կլներ այդ բժշկումը ոչ թե դառնար որպես դեղամիջոց, այլ ձեր ասած մի քիչ հետ մենք մեր քաղաքակրթությունը մի փոքր այլ կերպ տանենք ու կառուցենք, որի մեջ նաև մեր կրթությունը մի փոքր այլ կերպ կլիներ, որտեղ որ այդ բժշկելու կարիքը նվազագույնը կլիներ։ Դա հնարավոր է։ Մենք երեխաների տարական դասարանում հանում են գնահատման համակարգը, ծնողներ ստիպում են դա ավելացնել։ Եթե չեն ավելացնում դպրոցում, ոչ ֆորմալ սկսում են խմբեր վարել եւ այդ երեխաներին գնահատականներ տալ։ Ծնողները մինչեւ օրս չեն հասկանում ճանաչողության նպատակով են այդ երեխաները այդտեղ։ Կրթությունն ինքնանպատակ չէ, կրթությունը գործիք է ճանաչողության եւ այդ թվում ինքնաճանաչողության։ Այո,
Իսկ մենք մեր ճանաչողությունը թվերով ենք սկսում գիտակցել եւ մեծ տարիքում այդ գնահատականների եւ արտաքին գնահատանքի հետևանքով որոշում ենք մեր լավ լինել, չլինելը, օգտակար ու անօգտակար լինելը, սիրված լինելն ու չլինելը։ Եվ մի օր որ սպառվում ենք, չենք հասկանում, որ այդ արտաքին գնահատականն էր, որ այսպես պահել է ձեզ անընդհատ լարված, եւ այսօր դուք կորցրել եք ձեր առողջությունը, այսօր ձեր կորցրել եք ձեր հավեսը, կորցրել եք այն կայծը, որ ձեր հոգու մեջ առաջացներ ինչ-որ բան անելու ցանկությունը։ Միշտ կարելի է արդարացնել, կարևորը երեխաներից եմ մեծացնում, միշտ։ Բայց ո՞նց ենք մեծացնում։ Այստեղ արդեն այդ կարևոր հարցն է գալիս։ Եվ արդյոք մեզ տրված այդ բարոյական իրավունքը մեզ զոհաբերելու հանուն այլ անձի։ Մեր երեխան մերն է, ես պատկերացնում սա կարող ռեզոնանս առաջացնի։ Բայց զոհաբերությունը յուրաքանչյուր սրա ահռելի ռեսուրս է դրված։ Ըստ եզերքը մեր ծնողները բոլորը նաև բերում են նոր զոհաբերողների, երբ երեխան տեսնում է օրինակը զոհաբերվող ծնող։ Իհարկե։ Յուրաքանչյուր որակ ենք։ Ես իմ ուսանողներին միշտ սկսում եմ հետևել հարցադրմամբ։ Ասում եմ, եղեք, հենց մի հատ ուշադիր նայեք, էլի։ Եթե իհարկե մաթեմատիկական մոդելի մասին չենք խոսում, երկու միանման նույնիսկ տերև չեք գտնի բնության մեջ։ Այո։ Ասում եմ, սրանում ինչ փիլիսոփայություն եք տեսնում։ Մեզից ինչի երկրորդը չկա։ Ու ինչի ենք մենք անդադ ուրիշին փորձում նմանվել։ Այդտեղից Չէ՞ որ այդ ինքնատիպությունն արդեն իսկ կա, բոլոր նախապայմանները կան։ Ինքնատիպ լինենք, ոչ պետք է, մենք պետք է մենք լինենք։ Բայց ովսի մենք լինենք, մենք ճանապարհ պիտի անցնենք։ Պատահական չեն այդ բոլոր Հերման Հեսեի պատմությունները, չգիտեմ, Մովսեսի ու Ռամզեսի պատմությունը, ավելի փոփ փիլիսոփայությունից Պաուլո Կոելյոյի Ալքիմիկոսը, ճանապարհներ ու կանգառներ, այո, շատ կարևոր է, ու այդ դպրոցն է դրա մի մասը, ու այդ ինքնաբացահայտման process-ը ինչ որ մի նպատակ է այնտեղ սահմանված, բայց մենք եթե դա ջնջենք, կարողանանք գործընթացում մնալ, հա? Այդ process-ը երևի ամենակարևորն է։ Այս պահը, որ մենք իրար հետ նստած ենք, սա ամենաթույն բանն է։ Հետո մնացածը։ Այստեղ եւ հիմա։ Դուք 30 տարեկանում որոշեցիք զբաղվել պրոֆեսիոնալ երաժշտությամբ։ Ինչ խորհուրդ կտաք այդ մարդկանց, ովքեր կարծում են, որ իրենց գնացքն արդեն գնացել է։ Ես մի լավ լուր ունեմ եւ մի վատ լուր ունեմ։ Այն ինչ որ դուք 30-ում կապրեք, երբեք չի լինի ձեր 18-ում ապրածի նման։ Ինչ 40-ում կապրեք, երբեք չի լինի 30-ի նման, նույն երևույթի նկատմամբ։ Որ ես շատ երախտապարտ եմ, որ 30-ից դուրս եկա, որտեղ այնքան հավասարակշիռ էի իմ ցանկություններում, որտեղ բեմը իր առանձնատությունում եւ իր ուղղությամբ է տանում, այսպես կարող է ձեզ գամել բոլորովին այլ արժեքների, այլ հարաբերությունների։ Ես հասկացա, որ այդ փուլում սկսեցին ինձ մոտ նույնիսկ հնարավորություններ ստեղծվել, այսպես կարելի է թե այդպես ասել, գիտեմ, երկի ասպարեզում ինչ որ կարիերա բանեցնելու։ Ես հասկացա, որ այնքան լավ է, որ ես ինչ որ ճանապարհ եմ անցել, ի վերջո փիլիսոփայություն եմ ուսումնասիրել։ Զգացի, որ ես չեմ ուզում այդ ամենով անցնել։ Ուղղակի չուզեցի, ես չեմ մեղադրում ցանկացած ոք, որ կորոշի դա անել, բայց ես չուզեցա, ես հիմա եմ երգում, ոչ հաճախ գուցե, ու միտք ունեմ իմիջիայլոց երկրորդ մեծ մենահամերգ անելու, բայց հասկացա, որ ես չեմ ուզում, որ այդ աստիճան կենցաղի վերածեմ իմ երգի նկատմամբ սերը եւ ունեմ դրա համար կարողություն չվերածելու, երգելու այն ինչ ես եմ ուզում։ Հակառակ դեպքում ես գուցե կսկսեմ խորշել մի սիրելի բանից, իսկ ես չեմ ուզում այդ գինը վճարել։ Տրված է ինձ մի բան, որը ես շատ եմ սիրում։ Ինչու ես իրեն փչացնեմ, եթե կարող եմ չանել։ Ես վստահ եմ, եթե ես դա 16, 17, 18-ում սկսեի, ես կընկնեի ու կգնայի։ Ես է շատ, այսպես տարերքների տրվող անձնավորություն եմ եղել։ Ես ամեն ինչ սիրում եմ այսպես լիարժեք, ֆուլ անել։ Եվ ես վստահ եմ, որ ես շատ կվերցներ ինձ այդ ամեն ինչ, այդ նույն բեմը, այդ նույն այդ խառը խշտիկ արժե համակարգը, հաճախ այդ ասպարեզում շատ է մակերեսայնությունը, մարդկային հարաբերությունները երբեմն շատ եկեք բարդ անվանեմ, ուրիշ բառ չասեմ, գուցե կմտնեի այդտեղ եւ գուցե լավ չավարտվեր, չեմ կարող ասել։ Բայց դրա համար, եթե ինչ-որ մեկը հարցնում է, սիրելիներս, ես իմ ուսանողներին էլ եմ հաճախ ասում, լավ, եթե կա ձեր ներուժը, ես ասում եմ օրինակ, ինչ կլիներ, եթե իմ մեջ լիներ ճարտարապետ Ալեքսը եւ ինքը այնքան ուժեղ լիներ, որ դեռ ես ճարտարապետություն շատ եմ սիրում, փոքր ժամանակից քաղաքներ էի սարքում, տուփերից, շշերից, ինչից ասես։ Ու պաշտում էի Երևանն է անդադ նկարում, ամեն քար գրում էի, քանի լույս, քանի խողովակ վառվեց, այսպես ամեն ինչ շատ ինձ հետաքրքրեց, այս ուրբան մշակույթը եւ ճարտարապետությունը։ Գուցե ես կարող է ճարտարապետ լինեմ, բայց լավ, ինչ եղավ այդ ճարտարապետ Ալեքսի հետ։
Ձեր TED Talk-ում ձկների հետաքրքիր օրինակ եք բերում, որ մեր ներսում տարբեր կերպարներ կան, կախված որ մեկն է դրսել։ Կհանենք, բայց ինչ է լինում, այդ ապարյունը մնում է, չէ՞, ձուկը որ չեք հանել։ Գուցե ինքը տրանսֆորմացվի, չեմ ասում որովհետև մարդկային նաև կյանքը եւ մարմինը սահմանափակ են, դուք չեք կարող ամբողջ ներուժը դրսևորել։ Ցավոք մեզ տրված է շատ սահմանափակ մարմին, անսահման անսահման հնարավորություններ եկեք այսպես ասեմ, շատ այդ բառը շատ դժվար եմ ասել։ Չեմ ուզում ասել ուղեղի, չեմ ուզում ասել գիտակցության, չեմ ուզում ասել ոգու հնարավորություններով, բայց լավ, եթե դա չի նույնիսկ տրանսֆորմացվում, եթե ձուկը մնաց անդադ նույն ջրում, իրեն չկերակրեցիք, իսկ կերակրելը ինձ համար նա կերակրելը բեմ դուրս գալն էր, ինձ համար կերակրելը բանկում աշխատել եւ հետաքրքիր այսպես գաղափարներ բերելն էր։ Եթե դու դա չես անում, որտեղ նաև դա ստեղծագործական ինչ-որ մի սկիզբ է, դա այդպես առանձին չէ, դա ճարտարապետությունն է, թե դա երգն է, թե դա որևէ այլ բան է, այդ փտելու է, խորշ է դառնալու։ Այլ տարբերակ չկա ուղղակի դրան։ Ես այդ մարդկանց խորհուրդ կտամ այնպես անել, որ այդ զուգոները չփտեն։ Որտեվ եթե փտեցին, նաև իրենք տարածվելու են առողջների վրա։ Միանշան, պղտորվելու է։ Բայց միևնույն ժամանակ ակնկալել որ դա կլինի այն կենսափորձ ինչ որ դուք ունենայիք տարիներ առաջ, ոչ, բայց գուցե հենց ճիշտ է այսօր, հենց այսօրվա ձեր կենսափորձը։ Այո, երբեք ուշ չէ։ Եվ նայել որևէ բանի, գիտեք իմ մայրիկը Թոշակառու է, շատ դժվար է մայրիկից ասել, Թոշակառու աշխարհի ամենաակտիվ մարդկանցից է։ Նկարչություն է արդեն 2 տարի է մոտավորապես սովորում։ Մի օր եկավ ասեց մի տեսակ շատ ուզում եմ։ Մայրիկս մատենագետ է, փոքր ժամանակ նկարում է օգնում էր իհարկե, բայց որպես արդեն ես առանձին երբեք դա չեմ զգացել, ես հասկանում եմ մայրիկս այսպես եռում է իր ուժը, ներուժը շատ ավելի շատ է, քան իր տարիքը եւ իրեն ընձեռված հնարավորությունները, հատկապես մեր երկրի միջայլոց։ Եվ այնպիսի նկարներ է հիմա նկարում մայրիկս, ես շոկանում եմ։ Ես վերաբացայտում եմ իմ մայրիկին, ես ասեմ ասում։ Ես վերաբացայտում եմ իմ մայրիկին, ես տեսնում ինչ է անում, ես հասկանում գուցե այո հիմա պետք է աներ։ Գուցե այո, դա լիներ իրենը, եթե ինքը 18-20, բայց այդ գուցեները եկեք թողնենք այդ։ Երևի հենց այսօր ինքը դա պետք է աներ, ես այնքան շնորհակալ եմ իրան, որ ինքը խիզախեց արեց դա։ Ընտանիքի մայր է, եղբայր ունեմ, հայր ունեմ, այսինքն իր ծանրաբեռնվածություններով, դերակատարություններով, ի վերջո մեր ընդհանուր արժեհամակարգը մեր հասարակական արժեհամակարգերում այդպես, չգիտեմ, 60-ից ինչ-որ բաներ փորձելու, ձեռնարկելու այդքան է խրախուսող չէ, բայց մայրիկս դա անում է։ Ու անում է սիրով, եւ ես դա տեսնում եմ այդ նկարներում, ես մեկ-մեկ ապշում եմ։ Այսպես ինչ-որ իմպրեսիոնիստական բան է դուրս գալիս իմ մայրիկից, նայում եմ ու մտածում եմ Աստված իմ, ես ինչքան չէի ճանաչում իմ մայրիկին։ Ու այո, շատ լավ է ու պետք է անել։ Շատ կարևոր է, բայց ոչ թե այսպես մի կարևոր հանգամանք էլ, հա, մոտիվը պետք է չխառնել։ Շատ նորից հետ են գալի մոտիվին։ Անել դա հանուն անելու, սպանելու եք ձեզ։ Անել դա հանուն ինչ որ մեկին ինչ որ բան ապացուցելու, այդ թվում ձեզ սպանվում ենք։ Նու սպանվում ենք, այդ մի քիչ ես ծայրահեղ բառ եմ օգտագործում, բայց իսկապես սկսում է դեգրադացիայի process-ը։ Անել հանուն միայն գումար վաստակելու, կարող է գումարը լինել որպես արդյունք, կարևոր է, բայց ոչ նպատակ։ Սպանում ենք։ Այսինքն մոտիվը շատ կարևոր է, եթե մոտիվը սերը չէ, այն ներսի, այն կրակը չէ, այն կայծը, որ սենց սպասում է, հա, այսպես որ դառնա կրակ, իսկ դա համար գուցե մայրիկս էլ ամբողջ կյանքը պետք է անցներ բոլոր խորթուբորթերով, որ այսօր այդ իմպրեսիոնիստական նկարներն ունեն դուրս գար, չէ։ Ճիշտ պահին, ճիշտ ժամանակ ուղղակի հանդգնեց եւ արեց եւ անում է։ Այսինքն մոտիվը ամենակարևորն է։ Մենք ինչի ենք ինչ որ մի բանով զբաղվում։ Մենք ինչի ենք այս ոդկասթը իրար հետ հիմա անցկացնում։ Այ մոտիվը։ Եթե իսկ Լիլի ջան, քեզ այդ առիթ եմ ունեցել 10-ից կես ակումբով շփվել, հասկացել որ ինքան սեր կա, ուղղակի ցանկություն կա, մարդը ուզում է ինչ-որ մի լավ բան անի, ու ես դա զգացել եմ։ Այսօրը ոդկասթն է, մենք մինչև այստեղ գալը խոսում ենք գրականագետ ձեր դասախոսից, ուղղակի սեր, ու ինչ թեմաներ, հիմա AI-ից չենք խոսում, որ ամենատրենդին է այս կյանքում, չգիտեմ, քաղաքականությունից չենք խոսում, որ ամենաշատ լայքերն ու գուցե դիսլայքերն է, բայց ամենաշատ դիտումներն է հավաքում։ Ուղղակի ես հասկանում եմ,
մարդու մոտ դրսևորվել է ցանկություն է առաջացել, ես էլ մեծ հաճույքով դրան ընդառաջ եմ գնում, դեպի մոտ էլ կա այդ ցանկությունը, անենք դա։ Եվ այստեղ սերը երևի ամենակարևոր մոտիվն է մեր եղել, եւ թող որևէ մեկը չհամարի, որ ես ծայրահեղացնում եմ, պաթետիկ բառեր եմ օգտագործում, շատ ցավում եմ, որ այդ սեր բառը երբեմն ինչ որ պաթետիկային, տենց շատ հերրու մի հատ բան է դարել, կամ մենք երբեմն չհարաշահում ենք այդ սեր բառը օգտագործելով սարսափելի երգերում։ Վերջը չդիմացա ասեցի, միշտ ասում եմ լավ, ամեն արվեստ իր իրավունքն ունի, բայց վերջը ասեցի, կամ այսպես ինչ որ մի հատ չգիտեմ ինչ ենք սարքում իրանից, որը որ չգիտեմ, էլի իրանց sense խառը աղցանի հոտ է գալիս, կամ երբեմն իրեն այսպես շատ պաթետիկ, չգիտեմ ուր ենք դնում այդ սիրուն։ Իսկ ինչ է սերը։ Մենք ենք։ Շատ մենք ենք։ Ես որ ասում են Աստված սեր է, հիմա ասում եմ որ ստացվում է այդպես, հետեւաբար մենք Աստված ենք, ստացվի չէ, այսպես է մի քիչ sense նեղ ու պրիմիտիվ է ստացվում, շատ դժվար եմ ասել, բայց ես ուրիշտեղ չեմ տեսել, այդ սերը մենք ենք, ես նկատում եմ բոլոր շնչավորներս, այդ նույն շունը, կատուն, ես, դուք, բոլորս։ Եթե Աստված բառն էլ ստուգաբանենք, այս է տրված։ Այս է տրված։ Եվ որ ասում են Աստված սեր է, գիտեք, մի պահ փոխում ես հայացքդ ու կարողանում ես այդ հայացքումդ սեր բերել, ամբողջ իրականությունը փոխվում է։ Այդ սերը ես կարծում եմ իսկապես ես համարում եմ մեր սկզբնաղբյուրն է ու մենակ մեզ տրված ամենամեծ առավելություններից է, որ մենք կարող ենք ամենամեծ առավելությունն է ներողություն։ Հիմա ես ուղղակի չեմ ասում, ես դաշտ կմտնեմ, որտեղ ես դաշտում երբեք չեմ խոսել։ Ինձ մի քիչ դժվար է, այս դաշտում միշտ ես եմ ու իմ մտքերը ու գրքերը, բայց երբեք այսպես չեմ առիթ ունեցել խոսելու սիրուց։ Բայց ես չեմ չափազանցել, նոր ասում եմ, որ այդ մենք ենք ու այդ սկզբնաղբյուրն է։ Դուք պետք է զգաք տարական բան դուրս եկեք նույն դրվագին նայեք սիրով եւ նույն դրվագին նայեք ցասումով։ Դրանք շատ տարբեր դրվագներ են, տարբեր աշխարհներ են։ Ոչ մի մեծ բացահայտում չկա այդտեղ, ուղղակի եկեք հենց այս պահին, եթե նույնիսկ իմ նկատմամբ ինչ որ մեկը հիմա կլծվի, օրինակ իմ խոսքերի նկատմամբ կարող է լինել, չէ՞, որոշակի ինչ որ մտահոգության, սիրելի մտահոգա լից մարդ, սիրելի, եթե առաջացել հենց հիմա փորձիր այլ կերպ նայել ինձ։ Սիրով նայել։ Ըմբռնումով մոտենալ։ Մինչև սերը լիքը ճաստիճաններ կան, կարելի է այսպես գնալ, հասնել այդտեղ։ Ներելով նայել, ես գիտեմ, ճանապարհներ կան, փորձի նայել։ Հենց հասնում ես այդ սիրուն, այնքան սիրուն է այս կյանքը։ Ու ես միշտ ասում եմ, սերն ու սիրունը, ինչպես Պլատոնի մոտ էլ կա, բարիքն ու գեղեցիկը ու սերը համարյա հոմանիշներ, հա, ներկայացված։ Որտեղ հասկացությունները դրանք բավարար չեն արտահայտելու։ Համար այդ սերը մարդկային վերացական հասկացություն է, այն որպես ինչ որ մի երևույթ կա, մենք իրան Աստված ենք անվանում, մենք իրեն ուղղակի ինչ որ մարդկանց միջև հարաբերության, ինչ որ բան ենք նկատում, ասում, դա կլինի երեխա, սիրած անձ եւ այլն։ Մենք դրան անուն ենք, բայց այդ ինչ որ մի հատ կարևոր բան է, որտեղ հենց ընկնում ես, ցավերը քիչ են, դրականությունը շատ է։ Համար ասում եմ, սերը երևի թե ամենակարևոր սկզբնաղբյուրն է, այո, ում այդ մենք ենք։ Ուղղակի այդտեղ եթե մնում ենք, այդ մենք շատ ավելի մենք ենք։ Ես նկատում եմ, որ ասում եմ մենք ենք, ես նկատում եմ, որ դա մեր ամենաիսկատիպ էությունն է։ Հավատացեք, ես դա սկսել եմ հասկանալ։ Ես սա այսպես շահակրատելու տպավորություն չի ուզենա տալ, որովհետև ես թեմայից երբեք չեմ խոսել, բայց այդ շատ իսկատիպ մենք ենք։ Ես դա սկսել եմ այս վերջերս զգալու մակարդակում հասկանալ, եթե կարող եմ այդ բառը օգտագործել, որովհետև էլի հասկանալ միջ հասկացություն բառից է, բայց չէ, այստեղ մեկ-մեկ ես դա զգում եմ։ Որտեվ մենք սիրով ծնվում ենք, հետո ցեխոտվում ենք կյանքի տարբեր բաներից ու պետք է ազատվել, թողնել։ Այո, նայեք, մի փոքրիկ դրվագ, օրինակ մեծը, նայեք, տարական բան եմ ասում։ Կարող է այսպես ճպճփոցով ուտել եւ կարող ենք մենք նյարդայնանալ։ Ես էլ եմ ունեցել նման բան։ Եվ ունենում եմ ինչ-որ բարբերականությամբ։ Ինչքան էլ շատ սիրեք, հնարավոր է այդ պահին չի դիմանում նյարդերը։ Ինչու չի դիմանում, դա էլ ուրիշ հարց է։ Այդ նույն պահին կողքը, չգիտեմ, մի շուն լինի, որին շատ սիրում եք, այդպես ճպճփասան ոտում է, ուզում եք գնաք, այսպես մռութը բռնեք, ինքան համով է։ Այստեղ փոխվեց դերակատարը, բայց դերակատարի հետ փոփոխությամբ փոխվեց մեր վերաբերմունքը։ Նույն վերաբերմունքը կարող է լինել նաև տնային կենթանի նկատմամբ, բայց չենք ունենում դա։ Որտեվ այստեղ ընկալումը բոլորին այլ է։ Այնքան իսկատի բնական եկել է, այդպես ընկալում ենք եւ ըստ այդմ սիրով, եւ հատկապես եթե տանն է ապրում, ուրեմն սիրում ենք այդ որ այդ կենթանին մեզ հետ է։
բոլորին այլ վերաբերմունք ենք ցուցաբերում։ Ինչա դա օքեյ, իսկ մյուսը օքեյ չի, սկսում են նյարդայնանալ։ Որտեվ այլ ակնկալիք ու դիտակետ ունենք մեծահասակի հանդեպ։ Իհարկե։ Էդ էլ ինչ էր, այդ չեղարկողների շարքից է։ Չեն սովորացրել ոնց չեղարկես այդ բանը։ Փորձում ես ջանք դնելով, այդ ջանքը չի օգնում։ Ամբողջ խնդիրը գիտեք որն է, որ մի կողմից այո, պետք է ցանկանալ այլ կերպ, բայց մյուս կողմից հենց կարճում ես ու ջանք ես դնում, դա միայն հակառակն է անում։ Ես մեծ բացատրություններ չեմ անում, ես ուղղակի իմ կյանքից կիսվում եմ բաներ, որոնք այո շատ գրքերում եք կգտնեք։ Այնքան տեղ է սրա մասին գրված ու ասված, ուղղակի ել եմ ասում, եթե մենք մի քիչ շուտ բերենք մարդու կյանք, կդառնա այլ օրինաչափ, սա հասկանալ, ըմբռնել, փոխակերպել, այդ ալիքը փոխել։ Երբ որ ցույց են տալիս, ես իմ ուսանողների հետ եմ հաճախ անում։ Նույն կադրը ցույց եմ տալիս, օրինակ հիմա մի քիչ պրովոկատիվ չի, բայց դնում եմ քանդված շենքեր, այսպես կիսավեր, ասում եմ երեխեք հիմա չի ուզենամ մի քիչ շատ ուղիղ է թեման, բայց ասում այս տեղի ունեցել Գյանջայում պատերազմի ժամանակ, երբ որ մենք ռմբակոծում էինք։ Ռեակցիաները բոլորովին այլ են։ Հիմնականում միատեսակ, չեմ ասում բոլորին, բայց միատեսակ։ Ես ասում եմ, եղեք մի պահ եկեք մտածենք, սա սպիտակի երկրաշարժի մնացորդն է։ Բոլորովին այլ ռեակցիաներ լինում խղճահարության հետ միասին։ Ասում եկեք մի պահ պատկերացնենք արդեն դրվագի իսկապես Ուկրաինայից է նկարը, սա Ուկրաինայում է։ Այստեղ թշնամանքից, ատելությունից մինչև սեր ու մինչև չեզոքություն նույն կադրն էր։ Մենք փոխվեցինք 3 անգամ։ Եվ ամենահաճելին, երբ որ դու սիրով ես վերաբերվում, կարեկցանքով ես վերաբերվում։ Դիտակետը լրիվ փոխվում է։ Ես հիշեցի Ատոմ Էգոյանի Պոմնից ֆիլմը, չգիտեմ դիտել եք թե չէ։ Մի պապիկ է գլխավոր դերակատարը, ով հայտնվում է ծերանոցում ու իրեն մեկ այլ ծերունի պատմում է, որ իրենք հրեաներ են եւ իրենց ընտանիքը ոչնչացվել է գերմանացիների կողմից եւ քանի որ այդ պապիկը հաշմանդամ էր, չէր կարող տեղաշարժվել, մյուսին խնդրում է զենք տալով գնա եւ հաշվեհարդար տեսնի։ Եվ այդ ամբողջ ու պապիկը ուներ, այդ քայլող պապիկն ուներ հիշողության խնդիր։ Ինքն ամեն առավոտ ծոցագրպանից հանում էր նամակը, կարդում էր, որտեղ է ինքը շատ հանգիստ արթնանում էր եւ երբ նամակով կարդում ու հիշում էր, որ իր ընտանիքին գերմանացիները սպանել են, ընկնում էր այսպես տարբեր հուզական վիճակների մեջ, վերցնում էր զենքը եւ սպանելու պատրաստակամությամբ գնում էր փնտրելու այդ գերմանացիներին։ Եվ ամենավերջում հետաքրքիրը որ շատ հետաքրքիր, պիտի այսպես ասած սփոյլ անեմ, բայց գաղափարը նա էր, որ երբ արդեն հանդիպում է այդ գերմանացուն եւ զենքը պահում է ուզում է սպանել, լցված այդ չարությամբ, գերմանացին ասում է թևից թիվ կա։ Այդ մի թիվը ես եմ, մյուսը դու։ Մենք երկուսով գերմանացի ենք եւ մենք ենք սպանել այն ծերունու ընտանիքին, որը հրեա էր։ Իսկ դու գերմանացի ես։ Եվ այդ պապիկի մեջ այդ ամբողջ ընթացքում երկու տարբեր կողմերում լինելու կերպարներն ու հույզերը խառնվում են իրար։ Դե վերջում ինքն իրեն է գրակում։ Հասկացա։ Շատ դիպուկ էր։ Այո։ Այդ նույն բանն է, հա? Այսինքն կախված դու որ կողմում ես, քո հայացքն ու ընկալումը այդ դիտանկյունից է։ Ու այդ ընկալման մեջ հավատացեք, այդ ճշնամությունը այնքան է խլում։ Գիտեք, մենք քրիստոնյա ենք, այսպես ասեմ, որպես, չգիտեմ, առաջի քրիստոնյա ազգ ենք, հաճախ ենք դրա մասին խոսում։ Ու այդ արժեքներում ներել այնքան կարևոր ու այնքան շատ է, կարող ես չմոռանալ։ Բայց որքան չես ներում, որքան թշնամաբար ես, դիմացինին դրանից ոչինչ չի լինում։ Բայց մի բան էլ նկատի ունենանք, որ ներելու համար նաև կարևոր է դիմացինի ընկալումը, որ ինքը սխալվել է։ Եթե դու չգիտակցաբար ներում ես, դու դիմացինի մոտ հաստատում ես այն միտումը, որ ինքը ճիշտ է արել ու դու ներել ես։ Այսինքն խրախուսում ես, որ նորից սխալվի, բայց մենք պիտի թույլ չտանք մեղքի մեջ խորանա մեր թշնամին, դիմացինը, ով ուզում է լինի։ Բնավ այդպես չեմ կարծում, Լիլիթ։ Ճիշտ եք, կարող է լինել, ես հասկանում եմ պատճառ-հետևանքային կապը եւ այլն։ Ես ուղղակի կարծում եմ չմոռանալը շատ կարեւոր է։ Հենց կյանքն է մեզ սովորեցնում դա, սա խիստ կարեւոր է, իսկ մենք հազար ու մի մեծ
սարսափելի ողբերգություններով անցած ժողովուրդ ենք, եւ մեր անձի տիրույթում էլ կարող է դա լինել։ Չներված անձը, չներված որևէ երևույթը, չներվածը մեկա մեր մեջ։ Մոռանանք հետևանքը կանի թե չէ, սա մի քիչ երկրորդական հարց է, կքննարկենք, եթե ժամանակ կմնա։ Բայց այդ երևույթի եւ այդ անձի մեջ ոչինչ դրանից չի փոխվում։ Փոխվում է իմ մեջ, որտեղ ես կրում եմ բացասականը անընդհատ։ Ես չեմ ներում, չեմ կարողանում հաղթահարել։ Ինձ է դրանից վատ։ Այդ բացասականը անընդհատ իմ մեջ է առաջանում, անկախ նրանից, դիտի ես կարող եմ ձեզնից նեղվել, գնալ, տարի չտեսնել կամ տարիներով չտեսնել ու ձեզ անընդհատ չներել։ Դուք ձեր կյանքը կապրեք, խաղաղ, լավ, անկախ ամեն ինչից։ Ես կշարունակեմ տվայտվել եւ ձեզ չներել, իսկ այդ ժամանակ իմ չներելուց, բացի այն, որ իմ հոգեկանը միայն կթունավորվի, իմ մտքերը կպղտորվեն, գուցե իմ կյանքը կկարճանա դրա պատճառով, գուցե ես չեմ վայելի ամեն մանրուք ես կյանքի տված, որտեղ ես կմնամ անդադ այդ մտքում, թշնամանքով ու չներելով, ու միայն ինձ վատություն անելով։ Չներելը դա զգացողություն է ի վերջո։ Կրենք, կարող ենք հավերժ կրել։ Դա անառողջացնում է մեզ։ Ի վերջո այդ նույն կրոնները օդից չեն էլի գալիս ու ասում։ Ես շատ աշխարհիկ մարդ եմ իմիջայլոց։ Կնքելուց խոսեցի, ասում եմ, հետաքրքիր մի դրվագ էր իմ կյանքում ստացվել, որ ես որոշեցի գնալ դա անել, ընդառաջել եւ տեսնել եւ այլն եւ հասկանալ լույս Պլատոնի հետաքրքիր էսպես մանկական գուցե երազանքը, բայց ամեն օր այդ ներելուց է խոսում, որովհետեւ դրա կրողը ի վերջո դուք եք դառնում։ Մեղք են հոգեկանը, որ անդադ կրում է դժգոհություն, որ անդադ կրում է քննադատություն, որ անընդհատ քննադատում է, նաև այսպես շարունակում է քննադատել։ Թող ինձ ների այսօրվա տաքսիստը հատուկ մեքենայով չեկա, որպես եւ փարքինգի եւ այդ բանի հարցը չառաջանա։ Ճանապարհին այնքան բողոքեց տաքսիստը։ Վայ, այնքան ու ես հասկանում եմ, որտեղ ես եմ վարորդ, հեշտ չի վարել Երևանում։ Վայ, այնքան ամեն ինչից բողոքեց։ Բայց գիտեք, տենց քլիկ եղավ հետը, մի բա ասեցի։ Բայց դե գիտեք, ասում եմ, ափսոսա ձեր օրը, ձեր երեկոն։ Հիմա ոչինչ, չգիտեմ, անցնող տղային, որը բջջայիններ երկար նայում, չգիտեմ, այն մյուսի բոլորին ասեց։ Ասեմ, կա այդ տղան ուղակի տարված էր, իր անկերուհուն էր գրում, տենց շատ սիրահարված տարված էր, նույնիսկ չնայած մեքենային գնաց։ Ասում, այնքան ջահելական է, այնքան սիրուն դա կարա լինի օրինակ։ Մի քիչ իմ մամայի խորհրդի նման է անում։ Ես հեշտ եմ ասում, դեռ ես չեմ այդ բանը ղեկին, էլի, դες չթվա, ես տենց ֆանտաստիկ, ես բոլոր ինչ որ ասում, ես տենց միշտ անում։ Ես շատ եմ փորձում, շատ աշխատում, երբեմն արդեն շատ ուրախ եմ, երբեմն տենց ուղղակի անկախ իմ կամքից եմ լինում այդպեսին։ Բայց հեշտ չի իհարկե։ Բայց դեք այդ քլիկն եղավ, ասեց, հա, բայց ճիշտ էլ անում ես, քո ցավներ տանեմ, ճիշտ ես ասում։ Գիտեք, այդ մի քլիկը եղավ, հիմա ինքը ամբողջ օրը սա կուտակված, ինքը չի կարող ուղղակի գնալ տուն եւ իր երեխային շատ ուրախ սիրել էս ամեն ինչը։ Չի ստացվի դա։ Կամ չի լինի այնքան սեր, ինչը որ կարա լինել, երբ որ իր հոգին ուղղակի խաղաղ ու սիրով լի դուրը բացեր իր երեխային տեսներ։ Հաստատ դա չի լինի այն մակարդակ եւ հաստատ երեխան չի ստանա։ Այդ էներգետիկ փոխանակումը չի լինի նույնը։ Միանշանակ համաձայն եմ։ Զուտ այս ասպեկտով մնացած հատվածներ եւ այլն, օրինակ հիմա մեր միջավայր այնքան թշնամանական է։ Շատ ազնիվ, ես չեմ սիրում այդ թեմաներում շատ մտնել, բայց ես նեղվում եմ։ Որ նեղվում էլի ով է նեղվում ես։ Ու էլի ինդրանից ինձ վատ էս հայ ես կուզենայի չարձագանքել, բայց մի փոքր դժվար է դա չարձագանքել։ Մեր երկրի մասին է խոսքը, մեր երկիրն է եւ այլն։ Բայց այդ թշնամանքը անդադ բացասականը, անդադ վատը տեսնել, անդադ հոռետեսությունը ամեն ինչում պետք է լինի քննադատություններ, տեսնել ոչ մի խնդիր դրանում չեմ տեսնում, օրինակ ես եւ իմ գործընկերներ այնքան տարբեր հայացքներ ունենք աշխարհայացքային, քաղաքական, մի քիչ իմ քաղաքականը կենցաղային է, որտեղ տենց շատ չեմ հասցնում շատ խորանալ, որոշ անուններ կարող է նույնիսկ չիմանամ նորմալ, բայց առնվազն ինչ որ ամեն մեկս ինչ որ դիրքորոշումներ ունենք, չէ՞, հատկապես հայերս, մենք չենք կարող չունենալ։ Բայց չկա էլի այդ գերտշնամանք իրար նկատմամբ, մենք կարող ենք կատակել, հումոր անել, այ քո ասածը սենց, այսպես, ու այնքան գեղեցիկ է, որ այսպես մեր ինքնագիտակցությունը աշխատում է մակարդակով, մենք իրար չենք վիրավորում եւ հակառակ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուրիս մոտիվը զուտ մեր երկրի լավ լինելն է։ Այնքան կարևոր բան ասեցիք, որ
Մենք հիմա շատ լուրջ խնդիր ունենք, անդադ բևեռացվում ենք, ու շատ կարևոր է այդ մեզ կապող ընդհանրությունների վրա կենտրոնանալ, նույն ձեր ասած դրական զրույցը ավարտել դրական խոսքով, բանավեճերի մեջ ի վերջո դրական լուծումների գալ, որովհետև իսկապես անկախ հայացքներից, անկախ ապրելակերպից բոլորս ի սկզբանե ունենք լավին ձգտելու միտում։ Իհարկե։ Ուղղակի դրա դրսևորումներն են տարբեր։ Միանշանակ, ու նաև գիտեք գնահատել ունեցածը, գնահատել նույնիսկ նախկինից եկած ունեցածը, ընդհանրապես գնահատել ունեցածը, սա շատ կարևոր երևույթ է։ Մենք պետք է դա շատ սովորենք, էլի։ Այդ մեկ այնքան պաթետիկ անիրական վերացական աշխարհում ենք ապրում։ Այս դրվագը մի քանի տեղ պատմել եմ, բայց քանի դպրոցների հետ շատ եմ առնչություններ ունենում, Վանաձորի դպրոցներից մեկում երևի 6-րդ դասարան էին երեխաները։ Դասավանդիր Հայաստանի շրջանակներում։ Այսպես մտա երեխեքը ողջունելու համար ինչ-որ երգ սկսեցին երգել, ինձ համար շատ մեծ ուրախություն ու պատիվ էր դա իհարկե, ընդհանրապես երեխաների հետ շփվել այդ ես մանկավարժ չեմ, ես կարող եմ դասախոսել համասան, բայց մանկավարժ չեմ, դա մի ուրիշ բառ ընդհանրապես չեմ ասում այդ մանկավարժությունը, բայց ուզում եմ երեխայի հետ առնչություն ունենալը դա արվեստ է եւ դա իսկապես շատ պատասխանատու երևույթ է, բայց առիթներ շատ են լինում ուղղակի գործի բերումով եւ երեխաներից շատ սովորում եմ, շատ եմ սովորում, առաջին հերթին սովորում եմ չթերագնահատել երեխաներին, բնավ չի կարել թերագնահատել, մեզ միշտ թվում ենք մեծ ենք, սա հասկանում ենք, իրենք չեն հասկանա, բայց այդ կխիմա չխորանամ, բայց մտա այսպես երգեցին հայրենասիրական երգեր, լավ չեմ հիշում, բայց ինձ անծանոթ էր, բավական լավ գիտեմ երգերը, բայց անծանոթ էր, ավարտվեց եւ ասաց երեխեք, իսկ ինչ է հայրենիքը։ Բարձ հարց տվեց։ Չեմ ասի որ պատասխանները սխալ էին, բայց առաջինը խոսվեց դա մեր արյունն է, դա մեր այբուբենն է, դա տարբեր բաներ։ Այո, սրանք հոգևոր, կարևորագույն, մեզ բնորոշող, իմ ազգային ինքնությունը բնորոշող երևույթներ են։ Դրա մասին խոսք չկա։ Բայց երբ որ ես հարցրեցի, ասում եմ, հենց այդպես պատուանի ծերով մեր շատ այսպես քանդված, ոչ լավ, ոչ բարվոք վիճակում մի ցանկապատեր այսպես կիսաներկված։ Ու ցույցեցի պատանդ, ասում երեխեք, իսկ սա ձեր հայրենիքն է։ Երեխեք sense բոլորը ինձ էին նայում։ Ասում երեխեք, իմ հարցը հռետորական է, որովհետև սա մեր հայրենիքն է։ Օրինակ կարելի է հիմա մտնելս անցնի, չգիտեմ, մեկ շաբաթվա ընթացքում հասած այդ ներքն է կգտնվի, կարելի է գնալ, գեղեցիկ ներկել, այդ ճաղերը գեղեցկացնել, դպրոցի շուրջը։ Այս մեր հայրենիքն է։ Բայց մեր մտածողության մեջ չկա դա։ Ոնց կարող է ցանկապատը լինել հայրենիք։ Այո։ Ու ես շատ եմ դամար ուսումնական process-ում հաճախ քննադատող լինում, ես իմ անուշ Հայաստանի, սա բառեր չեն, սա չգիտեմ, մանտրա է, եթե դու լրիվ հասկանում ես ինչ է ասվում այդտեղ։ Բայց չգիտեմ 6 տարեկան 7 տարեկան երեխային տալիս ենք այդ երեխան էլ պաթոսով արտասանում է, այդ ոչ այդ հեզաճկունը նայրան աղջիկներն է հասկանում, ինչ ոչ բան չի հասկանում, ինչ ասում ենք բոլոր շատ ուրախ ծափ ենք տալիս։ Ստեղ մենք լուրջ խնդիր ունենք։ Համաձայն եմ։ Ու շատ ավելի լավ կլներ ասենք, բալես, արի մի հատ ստեղծագործի քո բակի մասին, քո բակի ծաղիկների մասին, քո բակի, չգիտեմ, Արուսիկի, Մկրտիչի ու Պողոսի մասին, մի փոքրիկ ստեղծագործություն, որտեղ իրանք քո կյանքն են, իրենք քո հայրենիքն են, իրենք քո բակն են։ Ու տեսնել թե երեխան ինչպես դա կանի։ Ուղղակի ինչ որ պաթոսախեղտ անել, որ ես նորից եմ ասում, մանտրա է։ Մենք ուղղակի նրան երեխաներին զրկում ենք մեծ տարիքում հասկանալու հնարավորությունից, որտեղ շեշտում ենք անգիր անելու։ Այո, մնում է ուղղակի բարերի, այսպես անգիրի մակարդակում ինչ որ բան ենք ասում, դա փշակավեցնում մանտրա է իսկապես։ Կարդում ես Սահյան, ում շատ եմ սիրում։ Կարդում ես Չարենց, Սևակ, ուսից փշակավում ես ուղղակի, բայց հիմա եմ կարդում ու հասկանում փշակավում ազնիվ լինեմ։ Չեմ ասում բոլորն են իմ նման, շատերը գուցե երեխա ժամանակ են եւ փշակավելու հասկացել, բան չեմ ասում, բայց մենք երբեմն մի քիչ այլ կերպ ենք էլի անում, մենք մեր մեծական հայացքով դաստիարակում ենք ինչ-որ մի բան, որ այդ երեխան դեռ չի հասցրել ինքնազարգացման այդ էվոլյուցիայի, այո, փորձառության ընթացքում ունենալ։
Ես ասում եմ հայրենաճանաչությունը չի սկսում բանաստեղծություններով։ Հայրենաճանաչությունը բավի շուրջն է, եկեք մեր երեխաներին հայրենաճանաչություն, եկեք երեխան սիրի այս երկիրը ոչ թե որ գովաբանվում է միայն բանաստեղծության մեջ, այլև գնում է կպնում է գառն ու տաճարի կողքից մի հատ աղբ վերցնում ու գցում է անկախ տանից որ դա իր գցած աղբը չէր։ Առհասարակ տեղանքը ճանաչելուց Հայաստանի տարբեր մարզերում գտնվող մարդիկ անգամ միջմարզային այցեր չեն ունենում։ Իհարկե, այսօր իհարկե լավ է, մի քիչ կայդ խրախուսում է, բայց դուք շատ ճիշտ եք։ Սիրներս մեզ համար կապանն ու մեղրին այնքան հեռու են։ Բայց այդքան հեռու չեն էլի։ Ես մեծ չեմ խոսում։ Ես մի ճապոնական պրոյեկտով տարիներ առաջ երիտասարդ նույն հոգեբանության բան ինչ հեռու է, բայց ես այնքան բաց էի։ Մենք գնում էինք ամեն երկուշաբթի, աշխատում կապանում, վերադառնում էինք ամեն ուրբաթ, երբեմն դիտում էր շաբաթվա մեջ մեկ անգամ եւս, գնում գալիս եւ գիտեք դա, եւ այն ժամանակ ճանապարհներն այսքան լավը չէին, շատ ավելի երկար էր այդ ամեն ինչը տևում, շատ ավելի մութ էր եւ այլն։ Մի խոսքով, ուզում ասել, բայց ես այդտեղ սկսեցի այդ կետից սկսեցի հասկանալ, որ այդ կապանի հեռավորությունը իմ ուղեղում է։ Որովհետեւ մենք փոքր երկրում ենք եւ ամեն ինչ մոտիկ է։ Այո։ Մեր տպավորությամբ մի քիչ հեռուն, շատ հեռու է։ Մի քիչ հեռուն, շատ հեռու է։ Բայց նույն ռուսների գալուց ես շատ լավ հիշում եմ, շատերի հետ որ խոսում էի, ծայրամասերում էին տուն վերցրել, ինձ մոտ անգամ այդ մտածողությունը կար, ոնց այդքան հեռու, ու իրենց հայացքով որ ոնց ընդամենը 40 րոպե է։ Ու վերջ։ Ու վերջ։ Այո, սա շատ հետաքրքիր է, դա շատ խանգարում է մեզ։ Հələ մեր գյուղերում ասեք ձեր երեխան գնա մի գյուղից մյուս գյուղ դպրոց։ Ինչպես դա տենց եղել է, իմ հայրիկս է պատմում օրինակ։ Բայց այսօր դա ոնց մեր գյուղից մյուս գյուղ։ Ոնց աշխատեմ այստեղ, բայց ապրեմ այստեղ։ Սովորեմ այստեղ, բայց ապրեմ այստեղ։ Այո, սա մեր երկիրն է։ Սա իմ ու քո գյուղը չէ, սա մեր երկիրն է։ Այս հոգեբանությունը, այդ նույնականացնելու երբեմն օտարները այնքան ավելի արագ են իրենց նույնականացնում մեր երկրի հետ, այնքան արագ տեր են կանգնում, այնքան այդ մասշտաբային հոգեբանությամբ գալիս են, այլևս իմ ու քո չկա ու ամբողջ Հայաստանը իրանցն է։ Վատ բանով չեմ ասում, բայց սա մասշտաբային հոգեբանությունն է։ Հետո իրենց հայացքից էլ մենք շատ բան սովորում ենք։ Շատ, ես էլ եմ սովորում։ Այ հենց ձեզ ուզում էի նաև հարցնել, դուք բացառիկ հարցազրույց եք ունեցել Nance Daily-ի հետ, աշխարհահռչակ բլոգեր էր, ու ինքը շատ տպավորված էր մեր պուլպուլակներով։ Թվում է առաջին հայացքից սովորական մի բան, որ ամեն երկրորդ փողոցում կարելի է տեսնել, բայց իր հայացքը դրսից, որ սա անվճար ջրի երկիր է, որովհետև պլաստիկն է, այստեղ վերանում, չգիտեմ, որովհետև միավորում է մարդկանց, մարդիկ անձնական միջոցներով են դա տեղադրում, ոչ պետական ֆինանսի հաշվին եւ այլն, ու երբ որ դիտում ես դրսից մարդու հայացքը, քո փոքրիկ հնարավորություններին, ընդհանրապես ջուր խմելու մի սիրուն սովորություն, հասկանում ես, որ մենք շատ չգնահատված բաներ ունենք։ Այ ինձ հետաքրքիր նաև այդ հարցազրույցում եղել են բաներ, որ զրուցել եք, ելի եղել է դրսից հայացք, որ գուցե էկրանից այն կողմ է եղել ու ձեզ եւս տպավորել է կամ նոր հայացքով Հայաստանը սիրելու հնարավորություն է տվել։ Գուցե Նասի միջոցով ոչ։ Նասը շատ հետաքրքիր անձ էր ու գուցե իրավունք չեմ շատ հանրայնացնել, բայց պետք է ասեմ, որ երբեմն ամեն ինչ այնքան փայլուն, ինչքան որ մենք տեսնում ենք ու ինքն էլ շատ տխրություններ ուներ գեր զբաղվածության պատճառով, դրթվում է բլոգ եւ արում ինչ հաճելի է պատտվում է, բայց մենք ոնց որ կադրից դուրս բավական զրուցեցինք, ես իր մեջ զգացի այդ նաեւ այդ առնվազն մտահոգիչ տխրությունը։ Դրանք ամեն շաբաթ մի երկիր էին, չէ՞ գնում։ Եվ դա տեմպ է, եւ դա մոնտաժ է, եւ դա նկարահանում է, եւ դա բովանդակություն է, դրանք պայմանավորվածություններ են։ Մենք այսպես նայում ենք կողքից եւ դրանով է նաեւ դա հետաքրքիր նայել, բայց ի վերջո դրա տակ մեծ ջանք կա եւ նույնիսկ մի պահ եղավ, երբ որ ինքը ասաց, գիտեք, մի պահ որ sense խոսեցինք, արդեն կադրից դուրս խոսում ենք, հետ ասաց մի պահ մոռացել է ինչքան գործ ունեի, այնքան լավ է զգում, նորից հիշեցի։ Ու դա ինձ ավելի մտքեր հարուցեց այլ առումներով։ Իսկ արտասահմանցու աչքերով Հայաստանին ես ունեցել եմ նաև հոսթել։ Երևանի առաջի հոսթելներից էր, այն ժամանակ նույնիսկ բառը այդքան հայտնի չէր, որովհետև չի կարող գրանցել հարկային։ Ասում էին հոթել, ասում էին ոչ, ասում էին մոթել, ասում էին ոչ, ասում էին հոսթել, այսպես տանում էին։ Մի խոսքով շատ բարդ էր այդ process-ը։ Ու ես ուղղակի քանի որ ինքս ուսանողտանեն մնացել էի, դա գիտեի ինչ էի շատ է ուզում ստեղծել դա շատ դժվար պատմություն էր եւ ես ինքս երբեք ձեռնարկատիրությամբ չէի զբաղվել, իմ ծնողները եւս մի փոքր բարդ էր մեր ընտանիքի համար դա, բայց շատ հետաքրքիր պատմություն էր, որտեղ մոտ 7-8 տարի եւ կարող է շարունակվել, բայց ես ուղղակի զգացի որ ես այլևս չեմ կարող տալ այդ հոսթելի ոչինչ, ինքը ինչ որ կարող էր տալ եւ իրեն, ես կարող ենք երևի թե ինչ որ մի կետում իրար հասկացանք։ Այն ռոմանտիկան գուցե նաեւ երիտասարդական վերացավ։ Բայց այդ հոսթելը ինձ այնպես ճանաչողական էր,
մի բելգիացի տղա կար, ընդ որում շատ երևանյան բակային մի միջավայր էր, առանց հստակեցնել որտեղը, ու մի հատ մեծ մեր Երևանում երբեմն տենց շատ այսպես ասֆալտների, քարերի եւ խողովակների արանքում եք մի հատ տենց կարող մի հատ մեծ բնական քար պատահի, այդ մեզ շատ բնորոշ է։ Դա մենք քարի երկիր ենք։ Այս բելգիացի տղան միշտ գնում էր նստում էր այս քարի ու մարդկանց էր նայում այսպես։ Ու երկու առանձնահատկություններ նկատել եւ մեկը ինքը ասաց։ Նախ այս խեղճ տղային չէին թողում երկար նստեր, անթաձեռքը բռնած բերում էին հոստել։ Ասում էի, ինչ կա, ասում են մոլորվել էր, նստած եւի տեղներ փնտրում։ Մենք էլ չենք հասկանում, ուզում բերեցինք իրան հետ հոստել։ Այս տղան ասում է, չէ, մոլորից ուղղակի ուզում եմ այնտեղ նստել, որովհետեւ մեր ուղեղում կտեղավորվեր, եթե ինքը գնար կասկադում նստեր, բայց ոչ այդ քարի։ Երբ որ ինքը ասում է, այս ձեր էս բակային տաքությունը, ջերմությունը, գիտեք, sense շոշափելի եմ զգում այդ քարին, որ ես նստում եմ, ոչ մի էսթետիկ դասական պալատներ պետք չի, որ շատ երևանյան բակ, այն ավտոտնակներով առաջ տված պատշգամբներ, եւ պատկերացնում եք։ Այդ քարը ինքը այդ քարի քարի տեղանքի էսթետիկան զգում էր։ Մենք չենք զգում, մենք դա ունենք։ Ու երբեմն երբ որ գնում ենք, գուցե դա ենք կարոտում, բայց լավ չենք հասկանում։ Դեռ այնքան այդ քարից էմսի մի ջերմություն է ծորում, այդ հարևաններից, այդ աղմուկից, այդ մերից։ Շատ հաճախ ինքից դժգոհում ենք, հետո կարոտում ենք։ Այո, ու պարզվեց, ուղղակի որ դու թողնում ես քո բոլոր վախերը, պաշտպանողականությունները, մտքերը, քարին նստել կարելի է թե չէ կարելի, այդտեղ ճիշտ է նստել թե չէ, հարևանը ինչ կմտածի, եւ վերջին չի նստել, ինչի նստես, կարող է նույնիսկ երեխա նստի, ծնողը գա, ասի, չես նստել այդտեղ։ Երբ որ դու այդ բոլորը դնում ես մի կողմ, այդ քարն ու այդ տարածքը բարձում է այնքան մոգական են, որովհետեւ այնքան քար կա Հայաստանում, այնքան մուտք կա, շքամուտք։ Այստեղ ես սկսեցի հասկանալ մեզ։ Եվ երկրորդը, որ հասկացա, մեր հոգատարությունը ու ջերմությունը սահման չունի։ Չէին թողում այդ խեղճ տղան նստել տանտա իրան դեպքում որ ինքը մոլորվել է ամեն օր մի հարևան իրան հետ էր բերում, ասում ինքը չի մոլորվել, ինքը ուզում է այդտեղ նստի։ Բայց այս հոգատարությունը մեր սա այնքան գեղեցիկ է։ Ախր այս գեղեցիկ հոգատարության մեջ մենք կարող ենք ծայրահեղ բացասական լինել։ Բայց չէ որ ունենք էլի այդ գեղեցիկ։ Իսկ կարոտում եմ, դա շատ եմ սիրում։ Ամեն օր դուք կտեսնեք։ Նույնիսկ ամենա ոչ պրոֆեսիոնալ աշխատակցի մեջ դուք դա կգտնեք ու այդ անձնային որակից կարող եք կարճել։ Համաձայն եմ։ Եթե GoPro տեսախցիկով հնարավորություն ունենայիք ձեր կյանքի մեկ օրը նկարել, որ օրը կլիներ դա։ Այսպես մեծ լայնամասշտաբ։ Ու երբեք չէի մտածի դրա մասին։ Եթե GoPro Երևի ամենաթարմերից ասեմ, երևի պատմությունով չեմ կարող ասել։ Չէ, կարող եմ ասել։ Իմ դաշնամուրի բերելու օր է, շատ ազնիվ լինեմ։ Հա, կարող է շատ այսպես։ Պարզ հնչի։ Ես շատ եմ ուզում դաշնամուրի գնալ։ Ուղղակի ուզում եմ, շատ եմ սիրում եւ իմ ծնողները այն ժամանակ կանազի կուլտուրայի պալատ կար, ինձ այդտեղ գեղագիտական դաստիարակության խմբակներ կային երեխաների համար, այդտեղ էին ոնց որ ուղարկել, նկարչություն էինք սովորում եւ ես կյանքում չեմ արել, ես չգիտեմ 4 կամ 5 տարեկան եմ եղել։ Երբ որ եկավ երաժշտության ժամը, մենք տանը գործիք չունեինք։ Դե հիմա ասում եմ էլի, գիտեք, դա այնքան փյուր էր, այնքան մաքուր էր այդ զգացողությունը, ես հիշում եմ, որ դաստիարակներից մեկը մոտեցավ դաշնամուրին ու բացեց այդ ստեղները, այսպես բացեց նույնություն այդ բանը, այդ հատվածը փակվող։ Ու տեսա այդ ստեղները, Աստված իմ, ու մի հատ որ sense վրան նվագեց, այդ ժամանակ դա ինձ համար եւի այնց որ Վագների սիմֆոնիաներից էր այդ բանը հնչում, բայց դա կողովակի մի հատ ակորդ վերցրեց։ Ես այնպես սիրահարվեցի այդ դաշնամուրին, ես ամբողջ օրը մտածում եմ երբ ենք նորից վերադառնալու այդ դասի։ Տեսեք, ես ինձ չգիտեմ, ես երեխա եմ։ Ինքնագիտակցությունս է, հələ պետք է զարգանար։ Ես ուղղակի սիրեցի, ես պաշտում եմ, ես ամեն օր երազում եմ, որ այդ դասը շուտ լինի, ես գնամ նորից այդ դասին, ես այդ ամեն մասին իհարկե տանը պատմում եմ եւ ասում եմ։ Եվ երբ
Անցավ որոշ ժամանակ ծնողներս մտածեցին գուցե ռոմանտիկ սեր է եւ երբ որ դա վերածվի ֆորմալ դասերի, գուցե այլևս չցանկանամ։ Եվ այդպես սկզբում հենց նույն պալատում կան կուլտուրայի, ինձ տվեցին դաշնամուրի, ես դրանց առավել ոգևորվեցի, սկսեցի հարևանների տանը պարապել եւ մի քիչ լավ չէի հասկանում փոքր էի, բայց ծնողներս այդ փուլում սկսեցին հանձնարարնել մեր իրերի վաճառքները տարբեր եւ բարդ կանել, ես չէի կարող, հիմա եմ էլ ուղղակի լավ հասկանում, որ ինձ համար դաշնամուր գնեն։ Եվ ինձ համար գնացին դաշնամուր իմ Ռոստով-Դոնը, որ ես երբեք չեմ մոռանա։ Մինչև հիմա կա, իմ տանն է, իմ բնակարանում է, հենց իմ գրասեղանի կողքն է, ես իրեն շատ եմ սիրում։ Ու այդ դաշնամուրը որ բերվեց դրվեց մեր տանը, ես հիշում եմ հայրիկս իր ընկերների հետ 8 հարկ բարձրացրել այն 8 տարիներն էին։ Ծանր սև գործիք է։ Ու վերեցինք, մենք նույնիսկ իմ դաշնամուրին ծնունդ էինք նշում փետրվարի, եթե չեմ սխալվում 13-ին էր միջայլը, տեսեք հիմա մոռացեմ, բայց առաջ նույնիսկ դա ենք նշում, իր գալու օրը մեր տուն, այդ տենց երևութականերից համար այնքան էսում, իմ ծնողները դրան ընդառաջում էին։ Վերեցինք ու դա դրեցինք այն միտքը, որ ես ցանկացած պահ կարող եմ մոտենալ ու նվագել։ Այդպես հայրիկիս ընկերները հավաքվել էին սեղանի շուրջ, մայրիկս հյուրասիրում ես, ես ինչ-որ բաներ նվագեցի այդ պահին։ Ուղղակի այդ միտքը, ես հիշում եմ, որ ես գնացի պարկելու այդ երջանկության մտքով, որ ես առավոտյան արթնանալու եմ ինքն դեղա լինելու։ Ինքը անդադ այնտեղ է լինելու։ Այդ զգացումը ես կնկարեի GoPro-ով այդ պահ, այդ սեղանը, հայրիկիս ընկերները, իմ դաշնամուրը, իմ մայրիկին, մեր սուղ հնարավորությունները այդ ժամանակատվածի ու իմ մեծ երանությունը, կուզեի ինձ էլ տեսնել գուցե այդ պահին, որտեղ ես երևի իսկապես պատկացեք, եթե հիմա դա հիշում եմ այդ զգացումը, ես իսկապես այդ երջանկություն ասված այդ պահին զգացել եմ եւ դրանից նաեւ հաջորդիվ շատ եմ սիրել իմ դաշնամուրը։ Ընտիր, շատ լավ պատմություններ։ Եթե ձեր աշխատասեղանը խոսեր, ինչ կպատմեր ձեր մասին։ Այ, կպատմեր, որ ես շատ անհանգիստ եմ։ Շատ թուղթ եմ սիրում։ Շատ եմ թղթեր օգտագործում, նույն աշխատասեղան ինքը կիմանա, որ բացի ես տարի նույն համակարգիչներ եւ այլ այդ ամեն ինչի դարում, ես շատ սիրում եմ թուղթ, թղթի վրա գրել։ Կասեր, որ ես շատ մատիտ եմ սիրում, շատ մատիտներ ունեմ ու անդադ մատիտ եմ սիրում օգտագործել։ Ու կասեր, որ այդ աշխատասեղանում երեկոյան ինքը ինձ համար էլի ինչ-որ մի առնում, ինչ-որ հանգստանալու գոտի է դառնում, չփոխվելով, մնալով նույնը, բայց ժամը, օրը եւ իմ հոգեվիճակը, հա, երբ որ փոխվում է, ինքը շարունակում մնալ, բայց ինչ-որ այսպես ավելի տաքացնող, ջերմացնող իմ սիրելի անկյունը, որտեղ այդտեղ կա ամեն ինչ։ Եվ այդ գրասեղանը տանն է, այսինքն ես շատ հաճախ տանից եմ աշխատում, այդ սեղանում կա այդպես տարբեր ժամերի, տարբեր երևի ինչ-որ տենց էներգետիկ, ինչ-որ այսպես արկայծում։ Եվ դա կասեր իմ մասին, եւ կասեր, որ ես շատ եմ խոսում, որովհետեւ շատ հանդիպումներ on-line, շատ զանգեր, շատ, իսկ դա կասեր իմ մասին։ Մեկ էլ կասեր, որ ես մեկ այսպես գլուխս դնում, ասում 3 րոպե կամ 5 րոպե բարձր կամ ցածր ինձ, որ մի քիչ հանգստանամ, այդ ցանկությունը հետ այսպես բարբերաբար առաջանում է, դնում եմ մի 3-5 րոպե հետո նորից չեմ կարող ասել, որ ես քնում եմ, բայց ես հանգստանում եմ այդ 3-5 րոպե, ու այդ ժամանակ գիտեք, ի վերջո կարող եմ գնալ կողքը բազմոցն է, կարող եմ պարկել այնտեղ, բայց չէ, հենց այդտեղ ինչ-որ մի ապահովության զգացում կա այդ գրասեղանի մոտ։ Գուցե մտքով չեմ կարող կտրել ինձ աշխատանքից, մտածում այդպես ես մեկա մոտ եմ, կամ գուցե նա առավել ռիտուալային է գնալ բազմոց, չգիտեմ, պարկել եւ այլն, բայց այդպես ինձ ուղղակի շատ հարմար է, ես այդտեղ զգում եմ, որ ես հենց այդտեղ այդ դրվագով մի քիչ անհարմար, մի քիչ այսպես տեղավորացնելով ձեռքս համակարգչի թղթերի արանքում, բայց դա ինձ ամենաշատն է երևի խաղաղեցնում։ Ասեք 3 փաստ ձեր մասին, 2-ը ճիշտ, 1-ը սուտ, եւ փորձեն մեզ դիտող լսողները գուշակել, որն է սուտը։ Վայ, ինչ բարդ առաջադրանք է, շատ լավ։ Կարող եք հանգիստ մտածել։ Մտածեմ։ Այո։ Հրաշալի։ Ճիշտ պատասխաններ մեզ ամսական վարանորդագրությամբ միացած մարդկանց կուղարկենք։ Okay, հրաշալի։ Լավ, երևի թե ճիշտ պատասխանն եք։ Հա, չէ, ճիշտ պատասխան չէ, ես փաստ ասեմ, չէ։ Այո, 3 փաստ ու չասեք, որն է ճիշտ, որը սուտ։ Պլատոնի կողքին ես Անժելիկա Վարումի մեծ սիրահար եմ։ Ռուս երգչուհի։
Ես իմ ռուսաց լեզվի ուսուցչուհուն դպրոցում երևի 3-4 դասարանում սիրո խոստովանություն եմ արել։ Եվ ես կնախընտրեի ապրել Բերլինում։ Լավ։ Շնորհակալություն Ալեքսյան։ Այս պահին առաջին մտքից եկած հնարավոր տարբերակները։ Երեքն էլ շատ հետաքրքիր էին։ Տեսնենք մարդիկ ինչ կգրեն մեկնաբանություններում եւ որքանով մեր զրույցից հետո կփորձեն ճանաչել ձեզ ու ընտրել գտնել սուպեր։ Շնորհակալ եմ շատ հաճելի զրույցի համար։ Լիլիթ, ես եմ շնորհակալ, այնքան այսպես սուղ են նմանատիպ զրույցները։ Շատ լավ է որ ոդկաստ է ձևաչափ։ Կարող ենք հիմա սուրճի շուրջ լինել, բայց երբեք սուրճի շուրջ այսքան ժամանակ չենք հասցնում։ Սա արդեն մի փոքր աշխատանքային է պատասխանատվություն եւ այո, նախատեսեցինք։ Ես դրա համար շատ շնորհակալ եմ, այսինքն կապ չունի ձևաչափ, ուղղակի շատ հաճելի է։ Ու էլի ավելորդ հաջողություն չամարեք, իսկապես շատ հաճելի է նաեւ թող մեր դիտողները նաեւ իմանան մենք կադրից դուրս ենք շատ բաներ զրուցել եւ որքան նման են նաեւ հոգեվիճակները, անցած ճանապարհները, բախումները, ըմբռնումները, այնպես որ շատ հաճելի էր Լիլի ջան, իսկապես նաեւ որտեղ մենք արդյունք ունեցել ենք ակումբում, 10:30 ակումբում հանդիպել, խոսել, բայց այսպիսի երևի թե երկխոսություն չենք ունեցել, ես շատ շնորհակալ եմ ու շնորհակալ եմ որ ես նախաձեռնել եք ընդհանրապես ամենայն բարիք։ Շնորհակալ եմ, փոխադարձաբար շատ հաճելի էր։ Մենք սկսեցինք երկու երկխոսող մարդկանցից, փիլիսոփաներից ու հաճելի երկխոսությամբ էլ ավարտեցինք մեր զրույցը։ Ճիշտ է, շնորհակալ եմ։